Այս անգամ այսօրվա փառքս մի քիչ ավելի տարբեր է, որովհետև Մատթեոսի ավետարանի վերջի գլուխն ենք Մարկոս, հետաքրքիր է, շնորհակալ եմ։ Մարկոսի ավետարանի վերջի գլուխն ենք ուրեմն սերտելու միասնաբար եւ ինձ մոտ գոնե չգիտեմ ձեր մոտ ինչպես, բայց ինձ մոտ յուրահատուկ տենց մի զգացում կա, որ մի բան ավարտվեց, մի բանի հասա, ձեռք բերում այլ խոսքով, որի համար իրապես փառք եմ տալիս Աստծուն, որովհետև մեծագույն հրաշք է, երբ որ մեզ առիթ հանձեռվում իր խոսքը ուղիղ հասկանալ մեր սրբերի միջոցով, մեր Սուրբ Եկեղեցու հայրերի միջոցով եւ փաստորեն կարողացանք միջև վերջ հասնել։ Հուսամ մեր մեջ կան անձինք, որոնք այս գրեթե 8-9 ամիսների ընթացքում մշտապես մեզ հետ են եւ ոչ մի դասընթաց բաց չթողեցին։ Եթե այդպիսին կա, խնդրում եմ ձեռք բարձրացրեք, որ շնորհակալություն հայտնեմ։ Տիկին Կարինեն, ուրեմն Տիկին Վերժինեն, Տիկին Ալվինան եւ շատ Մելանյան, ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որովհետեւ մեծ բան է, որ կարողացանք բոլորին ներկա գտնվել։ Տիկին Սոնային էլ ներելի է, արդեն 25 տարի է միասին ենք համարում։ Շատ լավ, ուրեմն այսօր մեկ ամբողջ գլուխ ենք անելու միասին, որովհետեւ գլուխը ինքնին կարճ է եւ ինչպես մյուս անգամները չենք կիսելու երկու մասի, երբեմն եթե կհիշեք երկար գլուխներ կային 3 մասի ենք բաժանում, այսօրվան ամբողջությամբ կանենք, որովհետեւ կարճ է բայց եւ այնպես երևի ամենածավալուն թեման է, որովհետեւ Սուրբ Հարության թեման է եւ ինչու՞ չէ մի փոքրիկ հատվածել ունենք Համբարձումից եւ քանի որ երկար է լինելու այսօրվա թեման, նախորդ նյութը չեմ ընթերցի, գիտեմ, որ ընթերցանությունները կամ ձայնագրությունները կան, Instagram-ով կարող եք դիտել, Հայկ Մադոյան _ նաև ունենք Facebook-յան մեր էջը, Armenian Church Heritage հայ քրիստոնեական կամ Armenian Christian Heritage հայ քրիստոնեական ժառանգություն։ Վերջերս Մեսրոպը օգնում է, որ մեր YouTube-ի էջն էլ զարգանա Հայկ Մադոյան եւ նաև այն օր ինձ խնդրեց, որ եթե կարելի է գրանցվեք մեր էջում կամ լայք անեք, չգիտեմ ինչ են անում, որ նաև YouTube-ի էջն էլ բաժանորդագրվել, որ YouTube-ի էջն էլ սկսի աճել։ Ուրեմն այս 3 տեղերում մենք դնում ենք։ YouTube-ը մի քիչ հետո է դրվում, կարծեմ 14-րդ գլխին ենք հասել նման մի բան։ Գալով այսօրվա նյութին, այսօրվա նյութը, ինչպես որ ասացի, թերևս ամենից կարևոր նյութն է եւ ինքնին պիտի փորձենք միասնաբար հասկանալ, թե ինչի մասին է խոսքը եւ ինչպես որ ամեն անգամ անում ենք վերջի այս մի քանի թեմաներին, պիտի փորձենք ծաղկակաղ անել, որովհետև բազում ավետարաններ մեկը մյուսին լրացնում են, որ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Ուրեմն Մարկոսին ամենակարճն է եւ ընթերցեմ այն։ Հետևյալն է, ասում է, երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը եւ Սողոմեն գնացին խնկի պատրաստություն տեսան, որպեսզի գան եւ օծեն նրա մարմինը։ Եվ կիրակի օր առավոտյան արևածագին եկան գերեզման։ Եվ ասում էին միմյանց. Քարը գերեզմանի դռնից մեզ համար ով պիտի գլորի։ Եվ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորված էր եւ այն շատ մեծ էր։ Եվ ներս գերեզման մտնելով տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը սպիտակ պատմուճան հագած եւ զարհուրեցին։ Եվ նա ասաց նրանց. մի վախեցեք, դուք Հիսուսին եք փնտրում, խաչված նազովրեցուն, նա հարություն առավ, այստեղ չէ։ Ահավասիկ այնտեղը ուր նրան դրել էին։ Բայց գնացեք ասացեք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թե ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ կտեսնեք նրան, ինչպես ձեզ ասել էր։ Եվ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել եւ ոչ ոքի բան չասացին, որովհետեւ վախենում էին։ Կիրակի առավոտյան հարություն առած լինելով Հիսուս նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից 7 դևեր էր հանել, եւ նա գնաց ու պատմեց նրանց, որ Հիսուսի հետ էին եւ դեռևս սգում էին ու լաց էին լինում։ Երբ նրանք լսեցին, թե նա կենդանի եւ երևացել է Մարիամին, չհավատացին։ Հետո Հիսուս այլ կերպարանքով երևաց նրանց, որոնք հանդ էին գնում։ Սրանք էլ եկան ու պատմեցին ուրիշների, բայց նրանք էլ չհավատացին։ Հետո մինչ 11-ը սեղան էին նստել, Հիսուս նրանց երևաց եւ հանդիմանեց նրանց իրենց անհավատության եւ խստասրտության համար, որովհետեւ չէին հավատացել նրանց, որոնց ինքը երևացել էր մեռելներից հարություն առած։ Եվ նրանց ասաց. գնացեք ամբողջ աշխարհով մեկ եւ քարոզեցեք ավետարանը բոլոր մարդկանց։ Ով հավատա եւ մկրտվի, պիտի փրկվի, եւ ով չհավատա, պիտի դատապարտվի։ Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հավատում են։
իմ անունով դևեր պիտի հանեն, լեզուներ պիտի խոսեն, իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն եւ եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի։ Հիվանդների վրա ձեռք պիտի դնեն եւ բժշկեն։ Եվ ինքը Տեր Հիսուս նրանց հետ խոսելուց հետո դեպի երկինք վերացավ եւ նստեց հոր աջ կողմը։ Իսկ նրանք ելան ու քարոզեցին ավետարանը ամբողջ աշխարհում Տիրոջ զորակցությամբ եւ իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին խոսքը։ Ուրեմն այս հատվածն է հրաշալի, որ միասնաբար պիտի իրար հետ սերտենք, ինչպես նախորդ անգամները անում ենք, ուրեմն փորձելու ենք համայնապատկեր, overview տեսնել Քրիստոսի կյանքի այս ամենից կարևոր իրադարձության եւ մի քիչ երկար է լինելու, որովհետեւ ինչպես որ ասացի, մանավանդ մյուս ավետարանիչները Հովհաննեսն ու Ղուկասը շատ մանրամասներ են, Մատթեոսն էլ չէ, ինչու՞ չէ, նաեւ Մատթեոսը շատ մանրամասներ են տալու, որը Մարկոսը չունի։ Մարկոսը կարծես ընդհանուրի մեջ է տեսնում ամեն ինչ, իսկ մյուսները ավելի մանրամասնելու են։ Եվ առաջի իսկ լրացումը տեսնում ենք Մատթեոսի մեջ, որովհետև պատկերացրեք, մենք Մարկոսը նախորդ անգամ որ սերտեցինք, ավակ ուրբաթ էր Քրիստոսի խաչելություններ ու թաղումը։ Եվ հիմա միանգամից կիրակի օրվան է անցնում, այսինքն մի ամբողջ օր շաբաթ օր Մարկոսը բաց թողեց։ Եվ որպեսզի այդ բացը լրացնենք, ես երկու հատվածներ եմ մեջ բերելու, մեկը Մատթեոսից, մյուսը առաջի Պետրոսից, որովհետև ավակ շաբաթ օրը Հարությանը նախորդող օրը խիստ կարևոր օր էր մեզ համար եւ սրա մասին նախ խոսում է Մատթեոսը, որ 27-րդ գլխի մեջ է ասում է եւ հետեւյալ օրը, որ ուրբաթի հաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ ու ասացին. Տեր, հիշեցինք, թե այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թե 3 օրից հարություն պիտի առնեմ։ Արդ հրամայր, որ մինչև 3 օր գերեզմանի ապահովությունը հոգ տարվի, գուցե աշակերտները գիշերով գան եւ գողանան նրան ու ժողովրդին ասեն, թե մեռելներից հարություն առավ եւ վերջի մոլորությունը ավելի վատ լինի, քան առաջինը։ Պիղատոսը նրանց ասաց. զինվորներ ունեք, գնացեք ապահովությանը հոգ տարեք, ինչպես որ գիտեք։ Եվ նրանք գնացին գերեզմանի ապահովությանը հոգ տանելու եւ վեմը կնքեցին զինվորներ նշանակելով։ Ումն այստեղ հստակ է, որ այս խոսակցություն եղավ, որը Մարկոսը բաց է թողնում։ Մեր նպատակը սա սերտելը չի, այլ հիշեցնելը, բայց ավակ շաբաթվա համար մի շատ կարևոր, ավելի երևի կարևոր դրվագ կա առաջի Պետրոսի 3-րդ գլխում, երբ որ Պետրոս առաքյալն ասում է. Արդարև մեր բոլորի համար մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ եւ ինքը Քրիստոս արդարը անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն։ Նա թեպետ եւ մարմնով մեռավ, բայց կենդանի է հոգով, որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծո համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Համաձայն հին եկեղեցիների, որի մաս է կազմում նաև մեր առաքելական Սուրբ եկեղեցին, ավակ շաբաթ օրը դժոխքի ավերման օրն է։ Եվ դրա համար մենք պիտի տեսնենք մանրանկարներում սա կա, երբեմն նրանք, ովքեր որ մեր տունն են եղել, գեղեցիկ այդ մանրանկարների կոփին կա դրված, թե ինչպես է Քրիստոս խաչի վրա կանգնած, ուրեմն դժոխքից իր ձեռքով բարձրացնում այն մարդկանց, ովքեր որ առիթ չէին ունեցել իրեն լսել կենդանի, եւ հիմա Քրիստոս իջավ, որպեսզի քարոզի նաեւ այն հոգիներին, որոնք որ ապստամբել էին համաձայն Պետրոս առաքյալի, եւ նրանք, ովքեր որ ընդունեցին Քրիստոսի ավետարանը, նրանց նաև այդ իշխանությունը տվեց իրեն հետևելու, այսինքն հավիտենական կյանքը ժառանգելու։ Ահա թե ինչի նույն Մատթեոսի մեջ նախորդ անգամ ընթերցեցին, որ գերեզմանները բացվեցին եւ հետագայում նաև այս վկայությունը կա, որ շատերին մահացածները եկան եւ երևացին։ Այլ խոսքով այլևս չեն կարող ասել մարդիկ, որ ինչ մեղք ունեին այն մարդիկ, ովքեր որ Քրիստոսի գալուց առաջ են ապրել։ Ինչու նրանց առիթ չտրվեց Քրիստոսին լսել ու փրկվել, եթե ասում եք, որ Քրիստոս միակ փրկիչն է, այո, Քրիստոս միակ փրկիչն է համաձայն մեր ուսմունքի, եւ Քրիստոս այդ մարդկանց էլ քարոզեց, որովհետեւ Քրիստոս ամեն ինչի տերն է, եւ դրա համար Քրիստոսի քարոզությունը նաեւ լսեցին այս մարդիկ։ Ուրեմն ավակ շաբաթ օրը ահա թե ինչու այսքան կարևոր է մեզ համար։ Հիմա գալիս ենք արդեն այս Մարկոսի ավետարանի առաջին նախադասությանը 16-րդ գլխի, որ ասում է հետևյալը։ Հիմա եկել ենք արդեն կիրակի։
Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը եւ Սողոմոն գնացին խնկի պատրաստություն տեսան, որպիսի գան եւ օծեն նրա մարմինը։ Մեր հայերեն թարգմանությունը խունկ է ասում, բայց հետաքրքիր է, երբ որ հունարեն բնագիրը նայում ենք, բառը արոմատայ, այսինքն հաճախ այս բառը նաև ռուսերենում էլ է նույնը, անգլերենում էլ է նույնը, այսինքն հոտավետ յուղեր, բայց այս յուղերը, որոնք որ իրենք պատրաստում էին, հիմնականում զմուրսից էր։ Զմուրսը ինքնին խնկի նման եղեգ է եւ հիմա էլ կա անգլերեն mirror է կոչվում, որը հետաքրքիր մի հատկություն ունի։ Ջրազրկում էր մահացածի մարմինը եւ կարծես թե պահում էր այդպես, որ չփտի մարմինը եւ դրա համար այդպես էին անում, որ զմրսեն, հայերը նույնիսկ այդ բառ ունենք, չէ, զմրսեցին ասելով, այսինքն պահպանվեց։ Այսօր որ նայում ենք զմուրսը նաեւ հրաշալի հատկություն ունի բակտերիաները հանելու եւ շատ հաճախ բժշկության մեջ է օգտագործվում զմուրսի յուղը ինքնին։ Հիմա պատահական չի, որ Մարկոսը խոսում է կանանց մասին եւ այս կանանց մասին մենք արդեն իսկ խոսեցինք, չեմ ուզում կրկնվել, բայց ուզում եմ մի շատ կարեւոր բան ասել, որ երբեմն մեզ համար ուղղակի անուններ են, ու այդ անունները մենք կարդում անցնում ենք, բայց եթե ուշադրություն դարձնեք օրինակի համար, Մարիամ Մագդաղենացին ու Հակոբոսի մայր Մարիամը, չնայած նույն անուն ունեն, բացարձակ իրար հետ կապ չունեն։ Մեկը համաձայն ավետարանի մենք ընթերցեցինք, սերտեցինք միասնաբար Քրիստոսի հետ բարեկամական կապ ուներ, Հակոբոսի մայր Մարիամը, բայց Մարիամ Մագդաղենացին բացարձակ կապ չուներ, նա այն դիվահարն էր, հետո պիտի կարդանք, որից Քրիստոս 7 դև էր հանել, ընդհանրապես դիվահար նաև նշանակում է հիվանդ։ Հիվանդ շատ հաճախ հոգեկան հիվանդություն ունեցող անձ, որից որ Քրիստոս 7 դև էր հանել։ Եվ ինչու է սա շատ կարևոր, որ փաստորեն ավետարանը ի սկզբանե վկայություն է տալիս, որ Քրիստոս մարդկանց իրար մոտ էր բերում, մարդկանց հարազատ էր դարձնում, Քրիստոսով մեկ էին դառնում եւ Մարիամ Մագդաղենացին ու Հակոբոսի մայր Մարիամը կամ Սողոմեն, որ որևէ առնչություն պիտի կարծես իրար հետ չունենային, Քրիստոսով եկել էին, մեկ էին դարձել ու գնում էին մի կարևոր առաքելության Քրիստոսի մարմինը օծելու։ Եվ սա ինչու եմ ուզում սա առնչել մեզ այսօր, որ մեզանից յուրաքանչյուրն էլ այսօր կոչված է այս յուղաբեր կանանց նման, որովհետև սա նաև թևավոր խոսք է դարձել մեզ մոտ յուղաբեր կանայք, նաև ունենք յուղաբերից ավետարան, որ ընդգրկված են այս համարները, իրենք դարձան Քրիստոսի եկեղեցու առաջի վկաներ ու դրանք կարող են լինել մենք, ու մեր ամբողջ նպատակը ինչ է, որ միասին լինենք, հարազատ լինենք, հոգեհարազատ լինենք, եւ որպեսզի մենք հոգեհարազատ լինենք, մեկ հարկի տակ պիտի լինենք։ Երեք այստեղ Lay Ministry դասը կար եւ երկու հոգի էին ներկա, մեկը Էդգարն էր եւ մյուսը Ալինան, որ շուտվանից չի գալիս դասերի, բայց ուրախ եմ, որ եկել էր Lay Ministry եւ մի քանի հոգի էլ ուրեմն Zoom-ով էր դիտում ու մի բան ինձ համար իրապես շատ տխուր էր տեսնել ամբողջ այս սրահը դատարկ ու մտածեցի, որ հետաքրքիր է, 10 հոգուց երկուսը ներկա էին, 8-ը Zoom-ով էին դիտում ու ասեցի, եթե եկեղեցու մոդելը սա է, քանդվելու այդ մոդելը, որովհետև կարծես թե դու նյութը լսում ես ինտերնետով, բայց եթե ֆիզիկապես կարող ես գալու ներկա չես, դու եկեղեցու անդամ չես։ Ու սա է իրական գաղտնիքը եկեղեցու անդամ Քրիստոսի մարմնի անդամ լինելու, որտեղ մի հարկի տակ պիտի լինես, մեկի աչքերին պիտի նայես, մեկին պիտի ժպտաս, ձեռքը սեղմես, ինչու՞ չէ, նաև եթե կարող ես եղբայրաբար ուրեմն փարվել, սա ինքնին այն էր, ինչ որ Քրիստոս առաջի իսկ օրերից արեց, ու դրա համար մենք տեսնում ենք տարբեր կանանց, որոնք որ հարազատ էին դարձել Քրիստոսով, եւ դրա համար մենք նաև ունենք գեղեցիկ մի բառ, որը կոչվում է հոգեհարազատ։ Ահա թե ինչ է տալիս Քրիստոս մեզ, այդ հոգու հարազատությունը, որը հաճախ ավելին է, քան մնացած ամեն ինչ։ Գալով այս կանանց ուզում եմ նաև անդրադառնալ այստեղ, որ այս կանայք նաև ամենից քաջերն էին։ Ուշադրություն դարձեք, առաքյալները ներկա չեն։ Առաքյալները վախեցած են, առաքյալները վերջնատանը թաքնված են, դռները փակ է։ Եվ ընդհուպ այնքան վախեցած են, որ այս կանանց չեն գնում օգնելու, որ քարը հրեն։ Այս կանայք գնում են ու գիտեն, որ այդ քարը իրենք չեն կարողանալու հրեն, որտեղ դա ահռելի մեծ քար է, հիմա տեքստը պիտի տեսնենք,
Բայց այս կանայք այն քաջերն են, որոնք որ գնում են Քրիստոսի գերեզման, իմանալով հանդերձ, որ միգուցե չկարողանան, բայց ամեն ինչ անում են, որ առավոտը վաղ, ասում է ավետարանիչը, առաջի քայլը դա լինի, որ գնան ու Քրիստոսին հասնեն ու տեսնեն։ Բայց եւ այնպես այս ամենը ինչ էր, ոչ թե հարության տեսիլքով էին գնում, այլ գնում էին իրենց կարծես թե վերջին պարտքը տալու, որ մեր Տիրոջ մարմինը օծենք ու դրանով ավարտենք, որովհետև իրենց մեջ կար խուճապ, իրենց մեջ կար մեկուսացում, իրենց մեջ կար մեղքի զգացում, իրենց մեջ կար վախ, եւ եթե Քրիստոսի հարությունը չլիներ, եկեղեցին այդ իսկ պահից վերջացած էր։ Հավատացյալները այս խուճապի, վախի, մեկուսացման մեջ մնալու էին ու կործանվեին, ու հաճախ սա նաեւ մեզ է գալիս։ Մեր կյանքում է լինում են դեպքեր, երբ որ խուճապը, վախը, մեկուսացումը դառնում է մեր կյանքի անբաժանելի մասը, ու այստեղ է որ Քրիստոսի ներկայությունն ու հարության այդ նորի շունչը մեզ ուժ է տալիս, որ գանք իմի գանք, միասնաբար լինենք ու կարողանանք հաղթահարել այս ամենը Քրիստոսով, այլապես սա հնարավոր չէ։ Եվ Ավետարանիչը շարունակում է ասելով, եւ կիրակի օրը առավոտյան արևածագին եկան գերեզման։ Շատ կարևոր բառ է կիրակին, Տիրոջ օր։ Կիրիոս գիտենք, որ նշանակում է Տեր, այսինքն Տիրոջ օր, հետաքրքրորեն ռուսերեն էլ միշտ ասել եմ, միշտ նոր մարդ ունենք, իրենք այս բառը անգամ հենց ինքը հարություն են կոչում Վասկրիսենիե, չէ, հենց ինքնին նշանակում է հարություն։ Իսկ մենք օրը փոխել ենք, շաբաթվա 7 օրերից մեկի օրը փոխված է։ Միաշաբաթը, որտեղ միաշաբաթից հետո գալիս է երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, առաջինը հանել ենք եւ կիրակի ենք դրել, ցույց տալով այս օրվա կարեւորությունը, իսկ ինչու էր սա կարեւոր, որովհետեւ այսօրը Աստված ստեղծեց լույսը, առաջի օրը Աստված ստեղծեց լույսը, կիրակին առաջի օրն է, մեր մոտ ենթադրաբար սա վերջին օրն ենք տեսնում, որովհետեւ շաբաթը կարծես թե կարծում ենք, թե ավարտվեց կիրակիով, խորքի մեջ շաբաթը սկսվում է կիրակիով, որտեվ կիրակին շաբաթվա առաջի օրն է, եւ հենց առաջի օրն էր, որ Աստված ստեղծեց լույսը, ու պատահական չի, որ այս լույսի արևածագը, ինչ որ Մարկոսն է ասում, հենց նաեւ Քրիստոսի հարության հետ է առնչվում, որովհետեւ իրական լույսը պիտի ծագի եւ ծագեց կիրակի օրը, ինչպես որ արարչագործության սկզբում լույս տրվեց, այս անգամ Քրիստոսի հարության լույսը մեզ տրվեց, ու կարծես նաեւ սա մարգարեության իրականացում էր, որ Մաղաքիա 4-ի մեջ ենք մենք ընթերցում, մեր հայերենով 4:2, եբրայերենով նաեւ բողոքականյանով 3:20, որ ասում է ձեզ իմ անունից երկյուղ կրողներիդ համար արդարության արեգակը պիտի ծագի եւ բժշկություն պիտի լինի նրա շողերի մեջ։ Եվ հենց սա էր, որ կատարվում, արդարության արեգակը ծագում է եւ բժշկություն է լինում նրա շողերի մեջ, դրա համար հաճախ եւ մեր շարականներում էլ պիտի տեսնենք, որ Քրիստոս պիտի կոչվի արդարության արեգակ, ոչ թե արեգակ, այլ արդարության արեգակ։ Իսկ 4-րդ դարի մեր մեծագույն սրբերից, տիեզերական 12 վարդապետներից մեկը Սուրբ Աթանաս մեծը ասում է շաբաթը նման էր ճրագի, որը իր չափով լույս էր տալիս, իսկ կիրակին արևի տված լույսի չափով է արդեն տալիս, այսինքն անհամեմատելի է շաբաթվա տված լույսը եւ կիրակի տված լույսը, մեկը ճրագի լույսն է, մեկը արևի տված լույսն է, եւ հետաքրքրորեն հետո հայերերը տեսնում են, որ այս լույսը միայն հարությամբ չի վերջանում։ Հոգեգալուստը, որ նորից Սուրբ Հոգու գալն է, նորից լույսն է, նորից կիրակի է ընկնում։ Եվ առաջի օրն է նորից ընկնում, ու նորից լույսի օրն է, ու նորից Սուրբ Հոգու գալն է, ու հետաքրքրորեն փաստորեն այնպես Աստված դասավորեց, եւ արարչը, որ արարչագործությունը, Սուրբ հարությունը ու Սուրբ Հոգեգալուստը, որ 50-րդ օրն է, միշտ կիրակի օր է ընկնում, այսինքն առաջի օրն է ընկնում, Տիրոջ օրն է ընկնում։ Ու այստեղ կատարվում է Հռոմեացիսի այս 5-ի շատ հայտնի խոսքերը, որ ասում էր ինչպես որ մեղքը թագավորեց մահվան մեջ, նույնպես եւ շնորհը պիտի թագավորի արդարությամբ, մինչեւ հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն մեղքը մահվան տարավ, իսկ շնորհը տարավ դեպի հավիտենական կյանքի, եւ հենց այս շնորհի մասին էր, որ Աստված խոսում էր, որը կոչվեց Սուրբ հարություն։ Եվ շարունակում է Մարկոս Ավետարանիչը ասելով եւ ասում էին միմյանց քարը գերեզմանի դռնից մեզ համար ով պիտի գլորի։
Այսօր Արտակ Սարգսակի հետ էի, գիտեք ինքը երկար 10 քանի տարի այնտեղ է Երուսաղեմում եղել։ Մեր մոտ կան շատ սարգսակներ, որ Երուսաղեմում երկար ծառայել են, ու միտք ծագեց մոտս, ասեցի Արտակ, այդ քարը մնացել է Երուսաղեմում, ասեց ոչ միայն մնացել է, այլ մեր եկեղեցիներից մեկի մեջ է, Սուրբ Ամենափրկիչի մեջ է։ Մի անգամից sense սարսռում ես էլի, փաստորեն այդ քարը, որը որ Քրիստոսի գերեզմանն էր փակում, ինքը ոչ թե որևէ այլ տեղ է, այլ հենց մեր եկեղեցու մեջ է, ասեց իրականում մի քանի մասի է բաժանված, բայց մի մասը խորանի տակն է, եթե նայեք, եւ ասեց խորանի տակի այդ քարն է, որ դրված է, ու հարց տվեցի, ասեցի սա միայն մեր ալանդության, թե օտարներն էլ են ընդունում այս քարի վավերականությունը, չէ, ասեց նույնիսկ կաթոլիկները հատուկ օր ունեն, որ գալիս են եւ աղոթք են անում քարի մոտ։ Ինչ է հետաքրքրորեն այդ քարը, որի մասին մենք ընթերցում ենք բոլոր ավետարաններում, այսօր մեր հայրերը սա կարողացել են պահել մեր համար եւ ինքնին սա նաեւ խորհրդանշական է։ Այստեղ, բայց գալով կոնկրետ հիմա տեքստին անդրադառնալով, միմյանց ասում են ով մեզ համար պիտի գլորի այս քարը, որտեվ հետո պիտի տեսնենք, որ ավետարանիչը պիտի ասի, որ չափազանց մեծ ու ծանր է։ Եվ սա շատ հետաքրքիր միտք են տեսնում աստվածաբանները, ասելով, որ շատ մեծ եւ ծանր քարի արկայությունը խորհրդանիշն է մահվան դիմաց պայքարելու մարդ Արարածի թուլության եւ անկարողության։ Իրապես կարծես թե այդ մեծ քարը խորհրդանիշներ մահվան, որը մենք չենք կարողանում հաղթահարել եւ դրա համար կարիք ունենք Աստծո միջամտության։ Աստվածա, որ ի վերջո այդ քարը բացում է եւ առիթ է տալիս, որ հարության վկաները լինենք։ Եվ այստեղ Քրիստոլոգոսը, Պետրոս Քրիստոլոգոս, որ ոսկե խոսք է թարգմանվում հունարենից, ոչ թե ոսկե բերան, այլ ոսկե խոսք, ասում է, իսկ արդյոք մեր սրտի վրա ի քարը ով պիտի վերցնի, քանի որ առանց դրա հնարավոր չէ։ Ուրեմն եկեք ոչ թե Տիրոջ մարմինը յուղով օծենք ասում է, այլ մեր սրտի աչքերը, որպիսի նրանք բացվեն։ Խորքային է տալիս, տանում է այնտեղ, որ հաճախ մեր սրտում էլ մեծ քարեր կան, որոնք փակում են Քրիստոսի մուտքը, եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք այդ քարերը գլորել մեր սրտի աչքերից, որպեսզի կարողանանք նաեւ վկաները դառնալ այն մեծ բարի լուրի, որ ինքնին Քրիստոսի հարությունն է։ Այստեղ նաեւ լրացում է կատարում Մատթեոսը, որը ճունի Մարկոսը, ասելով, որ եւ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց եւ նստեց նրա վրա, նրա տեսքը փայլակի նման էր ու նրա զգեստը սպիտակ ինչպես ձյունը, նրա ահից պահապանները խռովեցին եւ մեռելների պես եղան։ Ուրեմն այս միտք էր դեռ կանանց մոտ, որ ով պիտի այդ քարը գլորի, բայց փաստորեն այդ հարցի պատասխանը Աստված ինքը տվեց, որ իր հրեշտակին ուղարկեց եւ այդ հրեշտակը ինքն էր, որ մի կողմ գլորեց քարը եւ Մատթեոսը նույնիսկ մանրամասն է տալիս, ասելով, որ պահապաններն էլ այնտեղ էին եւ այնքան վախեցան, որ մեռելների պես եղան։ Այսինքն սրանք նաեւ այն վկաներն էին այդ մեծ հրաշքի, որ կատարեց հրեշտակը։ Եվ դրանից հետո է, որ փաստորեն կանայք գալիս են, որը որ Մատթեոսի մեջ մենք ընթերցեցինք, եւ ասում է եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորված էր եւ այն շատ մեծ էր։ Ուրեմն ինչ էր եղել, հրեշտակը եկել էր գլորել դուրս էր հանել, պահապանները փախել էին ու հետո է, որ նոր կանայք գալիս են եւ տեսնում են, որ գերեզմանի քարը գլորված էր եւ այն շատ հունարենով չափազանց մեծ էր։ Առաջին ամենակարևոր միտքը, որ հայրերը ասել են ու բազում հայրեր են այս մասին խոսում, որ քարի գլորվելը Քրիստոսի դուրս գալու համար չէր։ Քրիստոս կարիք չուներ, որ հրեշտակը այդ քարը գլորի, որ ինքը մարմնապես դուրս գա։ Այս քարի գլորվելը կանանց համար էր, որպեսզի իրենք իրենց աչքերով տեսնեն հարությունը եւ վկայեն հարության մասին։ Եվ հետաքրքիր է, որ այս կանայք իրենք, ինչպես որ ասացի, չէին կարողանալու անել մի բան եւ Աստված իրենց փոխանեն արեց։ Այստեղ մի շատ հետաքրքիր միտք կա, որ այսօր նոր մի քիչ առաջ քայլում էի Մելիքին տեսա ճանապարհին, մտածում էի, որ Տեր Աստված ինքս իմ կյանքի հետ էի սա առնչում, որ իրապես իմ կյանքում ու բնականաբար վստահ եմ շատերիս կյանքում դա կա, այնքան քարեր կան մեր առջև, որոնք մենք ուղղակի ուժ չունենք բացելու։
հրելու եւ մեր ուժից կարծես թե չափազանց մեծ է ու տեղի ենք տալիս պարտվում ենք այլ խոսքով ու այստեղ է ուզում հիշել որ ինչքան էլ մեծ լինի քարը Աստված այդ քարը կարող է գլորել մեր կյանքից եւ իրապես եկեք տեսնենք այս կանանց նման հավատանք որ հնարավոր է ինչ այդ մեծ քարերը գլորվեն չնայած որ հիմա մեր ուժերից վեր է ու կարծում ենք որ մենք այլևս չենք կարող անել իսկ ինչու եմ սա ասում որովհետեւ այս կանայք ոչ միայն քաջ էին ոչ միայն պարտքի գիտակցություն ու զգացում ունեին իրենք չափազանց մեծ հավատ ունեին ասեմ ինչու իրանք գնում էին միտեղ իմանալով որ իրենց օգնող չկա եւ ավելին երբեմն չենք անդրադառնում հասկանալով որ այդ քարը կնքված է եւ այդ կնիքը մենք ընթերցեցինք Մատթեոսի ավետարանում ասվեց որ քարը կնքեցին այսինքն կնիկ դրեցին սիլ դրեցին եւ այդ սիլը չէին իրավունք չունեին բացելու որովհետեւ այդ սիլը եթե բացվեր ամեն ինչ կորած էր եւ ում համար կբացեին թերևս ասենք Հերովդեսի նման Պիղատոսի նման մարդիկ գային բացեր բայց հաստատ 3 կանանց համար զինված զինվորները այդ կնիքը չէին քանդելու որ գերեզմանի քարը գլորեին որ իրեն գնային իրենց յուղով ոծեին հետո նորից փակեին սովորական քար չէր արդեն կնքված քար էր այդքանով հանդերձ իմանալով որ քարը կնքված է իմանալով որ այն չափազանց մեծ է այս կանայք մեծ հավատով գնացին որ այդ քարը միևնույնն է գլորվելու է եւ մենք մեր նպատակին հասնելու ենք ու սա ինքնին մեծագույն նաեւ օրինակ է ինձ որ հաճախ երբ որ ամեն ինչ անկարելի է թվում այսինքն կարծես թե ամեն ինչ վերացավ հիշենք այս կանանց այս յուղաբեր կանանց ովքեր ունեցան այդ հավատքի քաջ գիտակցությունը որ գնացին կնքված քարը բացելու եւ ահռելի ծանրություն ունեցող քարը հետ հրելու հասան իրենց նպատակին իսկ այստեղ Բիդ անունով անգլիացի սուրբը որին շատ հաճախ մեջ բերեցի Մարկոսի ավետարանի մեջ որտեղ այն քչերից է որ Մարկոսի ավետարանի սերտողություն ունի ասում էր ինչպես Տերը կույսի միջից դուրս եկավ առանց նրա կուսությունը խախտելու այնպես էլ դուրս եկավ գերեզմանից առանց նրա դուռը բացելու Ընդհանրապես ինչի Եվ սա չգիտեմ ինչու անջատվեց տեսնենք Եվ սա էլ շատ կարևոր է որովհետև մեզ մոտ մեր հայ առաքելական եկեղեցին ունի այդ հրաշալի ուսմունքը որ շատերս երևի թե չգիտենք որ Աստվածամայրը ոչ միայն կույս էր Քրիստոսին ունենալուց առաջ, այլ գուս մնաց Քրիստոսին ունենալուց հետո անգամ։ Դրա համար մենք Աստվածամորը կոչում ենք միշտ կույս։ Միշտ կույս։ Աստվածամայրը իր կույսությունը երբեք չկորցրեց։ Ու դրա համար էր օրինակ անգլիացի այս սուրբը ասում, որ ինչպես Տերը կույսի միջից դուրս եկավ առանց նրա կույսությունը խախտելու, այնպես էլ դուրս եկավ գերեզմանից առանց նրա դուռը բացելու։ Գնանք առաջ, միջև որ այս տեքստը կլինի, հուսամ շուտով կլինի, եւ ներս ասում է գերեզման մտնելով տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը, սպիտակ պատմուճան հագած եւ զարհուրեցին։ Հետաքրքիր է, որ Քրիստոս իր հարության ավետիս աստիճանաբար է կատարում, ոչ թե միանգամից, որովհետեւ այնքան հզոր էր Քրիստոսի հարությունը, ի տարբերություն մյուս հարությունների։ 3 հարություն մենք տեսանք նոր կտակարանի մեջ, այս հարությունը ամբողջությամբ տարբեր է, ինքը զորեղ է, ինքը շատ մեծ է, ու դրա համար Քրիստոս այս հարության ավետիս աստիճանաբար է անում, ու հետաքրքրորեն կամաց այս կանանց պատրաստում է կամ ինչու՞ չէ նաև առաքյալներին հարության մեծ ավետիսը փոխանցելու համար։ Եվ դրա համար հետաքրքիր այս միտքը կա, երիտասարդը, այստեղ մի քանի տարբեր դրվագներ կան, մյուս մի ավետարանիչն ասում է 2 հրեշտակ են, երկուսն ասում են 1 հրեշտակ են, այստեղ հայրս հա տեսնում են, որ թերևս այդ պահին 2-ն էին, բայց նրանք մեկին հանդիպեցին, տարբեր բացատրություններ կան, բայց ամենակարևորը նա է, որ Մարկոսը մի քիչ իր ավետարանի նման հետևյալ միտքը տվեց, երիտասարդ էր, սպիտակ մատնուճանով աջ կողմը նստած։ Եթե կհիշեք Մարկոս 14-ում միակ տեղն էր, որ ավետարանիչն ասեց կար մի երիտասարդ, որ Քրիստոսի ձերբակալության ժամանակ այնտեղ էր, եւ երբ որ վրեն սավան էր գցել, եւ երբ որ հասան որ իրեն բռնեն, սավանը թողեց եւ մերկ փախավ։ Եվ այդ մերկությունը մենք ասեցինք, որ խորհրդանշում էր իր ամոթը,
որովհետև ինքը խայտառակվեց, այլ խոսքով, որովհետև հին աշխարհում ասացինք մերկությունը խիստ խայտառակություն էր, այսօր մարդիկ մերկ են քայլում եւ գլուխներն են գովում, այն ժամանակ սա մեծ խայտառակություն էր։ Եվ այս մերկությունը ինքը կարծես թե ավետարանիչը բերում փակում է այս երիտասարդով, որի տարբերությունը այդ երիտասարդի, որը մերկ փախավ, այս մի երիտասարդը արդեն պատմուճան ուներ եւ ինքը ներկա էր եւ ինքը ամբողջությամբ սպիտակ էր։ Սա հետաքրքիր այսպես պարալելներ են մյուսի հետ։ Իսկ ինչու սպիտակ։ Որովհետև սպիտակը խորհրդանշում է ուրախությունը, որովհետև խորհրդանշում է լույսը, խորհրդանշում է երկնքի արքայությունը եւ նույնիսկ եթե ուշադրություն դարձնեք Մարկոսը յուրահատուկ ուրեմն շեշտադրում է դնում այդ սպիտակի վրա։ Իր մոտ են նորից մենակ Մարկոսի ավետանում ենք ընթերցեցինք Մարկոս 9-ի մեջ այս բառերը, որ ասում էր եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպես որ երկրի վրա ոչ մի լվաց կանուխ չի կարող այդքան սպիտակացնել։ Այդ խոսքով սա գիտենք ում մասին էր, Քրիստոսի զգեստի մասին էր, այլակերպության լեռան վրա, երբ որ Քրիստոսի զգեստերը խիստ փայլուն եւ այնքան սպիտակ դարձան, որ ասում է որևէ մեկը չէր կարող այդքան սպիտակեցնել, ցույց էր տալիս Քրիստոսի ամենակատարյալ սրբությունը։ Եվ այստեղ նաեւ ցույց է տալիս հրեշտակի սրբությունը, որը նույնպես սպիտակ էր եւ աջ կողմում էր։ Իսկ ինչու էր աջ կողմում։ Վերջում էլ Մարկոսի ամենավերջում մենք պիտի տեսնենք, որ Քրիստոս էլ հոր աջ կողմը գնաց, ցույց տալով, որ սա կամ Մատթեոսի ավետանում պիտի տեսնենք, որ աջակողմյանները գնում են երկնքի արքայություն, ձախակողմյանները գնում են դժոխ կամ հավիտենական տանջանք, այսինքն ինքը Քրիստոսի աջ կողմում է։ Մենք էլ կոչված ենք յուրաքանչյուրս իբրև քրիստոնյաներ աջ կողմում գնալ Քրիստոսի, որպեսզի պատվին արժանանանք, որովհետև սա նաև պատվի ցուցանիշներ։ Գնանք առաջ։ Եվ նա ասաց նրանց. մի վախեցեք, դուք Հիսուսին եք փնտրում, խաչված նազովրեցուն, նա հարություն առավ, այստեղ չէ։ Հետաքրքիր է, ինչպես որ հրեշտակը Մարիամին ասաց. մի վախեցիր, երեխա ես ունենալու, բայց Մարիամը վախեցավ, սա սուրբ ծնունդի շրջաններ, պահներ, հիմա էլ հարության պահը, երկու ամենակարևոր պահեր, սուրբ ծնունդ եւ հարություն, նորից հրեշտակն է գալիս, նորից կանանց է դիմում, այս անգամ էլի կանայք վախենում են եւ ասում են մի վախեցեք, որովհետեւ արդեն ոչ թե ծննդյան ավետիսն է տալիս, այլ արդեն հարության ավետիսն է տալիս, որը նույն ինքը շատ հետաքրքիր է, մեկը մյուսի հետ համադրել։ Առաջի դեպքն է, որ հրեշտակ, այսինքն երկնային էակը Քրիստոսին կոչվում է խաչեցյալ, որը որ ոչ թե անարգանքի խայտառակության նշաներ, ինչպես որ հռոմեացիների համար մենք այս մասին խոսեցինք, այլ պատիվ էր։ Ուրեմն այդ անարգանքը, որը որ մարդկանց համար դա էր, աստվածային էակի համար ով հրեշտակներ դարձավ պատիվ։ Ու այս օրինակն է նաև, որ հետագայում Սուրբ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 1-ի մեջ հրաշալի տողեր է արտահայտում, երբ որ ասում է մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին։ Այլ խոսքով ոչ թե մենք ամաչում ենք, որ Քրիստոս խաչվեց, այլ ընդհակառակը մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին։ Եվ մեզանից յուրաքանչյուրը իրապես պիտի պատիվ անի կամ զգա խաչեցյալին վկայելու այդ խաչը, որ մենք միշտ կրում ենք մեր վրա, շատերս ենք կրում կամ եկեղեցու ներսում ու դրսում ամբողջությամբ ներսն ու դուրսը պատել ենք խաչերով, հենց սա այդ մեծ պատիվն է, աստվածային օրհնությունն է, որը որ մենք անում ենք։ Բայց այս կոնտեքստի մեջ նույնիսկ խաչեցյալ բառից ավելի կարևոր բառ կա։ Հարություն բառն է, որ ինքը հարություն առավ, այլևս գերեզմանի մեջ չէ։ Մատթեոսը մի նախադասությամբ ավելի դիպուկ է ասում, 24-ի մեջ ասում է ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ հարություն առավ։ Ուրեմն ողջին պետք չէ մեռելների մեջ փնտրել։ Սա էր, որ ասում էր հրեշտակը, եւ մեզանից յուրաքանչյուրը, եթե սա խորքային գնանք, երբեմն ես ինքս մանավանդ հոգեհանգիստների ժամանակ կամ գերեզման գնալուց միշտ այս միտքը իմ մոտ ունեմ։ Մենք բոլորս ունենք անձանց, որոնց մենք ժամանակավոր կորցրել ենք։ Այդ բառն էլ ճիշտ չի, ժամանակավոր իրենք հեռացել են մեզանից։ Եվ այս բառերը, այս նախադասությունը, որը որ հրեշտակը ասաց, մեզանից յուրաքանչյուրի համար է, որ ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ հարություն առավ։ Ուրեմն միշտ այս գիտակցությունը ունենանք,
որ նրանք ովքեր որ Քրիստոսի հետ են ողջ են եւ գերեզմանում չեն, այլ հարություն են առնելու Քրիստոսի գալուստի ժամանակ։ Ահավասիկ այնտեղը, որ նրանք դրել էին։ Սա է շատ կարևոր տեղ է, որ անպայման պիտի ցույց տար, որտեղ մարդս ինքը թերահավատ էակա, ուզում ենք աչքով տեսնենք, հիմա պիտի տեսնենք, թե ինչպես նույն Թովմասը պիտի ասի, միջև աչքերովս չտեսնեմ, ձեռքովս չշոշափեմ, չեմ հավատա, այդքանը գիտակցելով հանդերձ Աստվածային էակը հրեշտակն ասում է եկեք ու տեսեք այն տեղը, որ իրեն դրել էին, հիմա ինքը այնտեղ չի, այս անհավատության համար էր նաև սա ասում։ Եվ ուզում եմ այստեղ մի բա այս կանանց մոտեցումը իմ վրա վերագրել։ Ես այդ կանանցից մեկը կարող եմ լինել, այդ վկաներից մեկը Քրիստոսի կարող եմ լինել, որ եկել էի իմ հարգանքի տուրքը մատուցելու, քանի որ ամեն ինչ վերջացել էր։ Ցավալի եւ խայտառակ մահով։ Իրենք այդ էին ասում, ամեն ինչ վերջացավ, ցավալի ու խայտառակ մահ, որտեղ խաչը համ ցավն էր ամենա եւ ամենախայտառակն էր։ Եվ ամեն ինչ վերջացավ, հիմա ինչ եմ անում, գնամ իմ յուղով օծեմ ու իմ կյանքը շարունակեմ։ Եկել էին մահացածի մեռած մարմինը խնամելու, մահացածի մեռած մարմինը խնամելու, մինչդեռ Քրիստոս ողջ էր։ Այս է պատգամը հարության։ Հաճախ մենք իրապես գնում ենք մտածելով ամեն ինչ վերջացավ, գնանք մահացածի մեռած մարմինը խնամենք, մինչդեռ Քրիստոս ողջ է։ Եվ այդ ողջ լինելը ամենակարևոր պատգամն է, որ մեզանից յուրաքանչյուրը ունենանք։ Ու դրա համար Օգոստինոս Երանելին 5-րդ դարում ասում էր. Քրիստոս սպանեց մահվան իր մահով, մնում է, որ մենք էլ մեր մեջ սպանենք մահվան Քրիստոսին հետևելով։ Իսկ ինչպես է սկսում մահվանը սպանել քո մեջ, երբ որ կասկածն ես հանում քո միջից, որովհետև միշտ անդադար մենք ունենք այդ կասկածը, ահա թե ինչու է ասվում, ահավասիկ այնտեղը, ուր նրան դրել էին։ Իսկ առաջի քայլը, որ մենք սպանում ենք մեր հին մարդուն, որպեսզի նոր մարդ դառնանք, հարուցյալ Քրիստոսի նման, Սուրբ Մկրտությունն է։ Ու դրա համար Հռոմեացիս 6-ի մեջ Սուրբ Պողոս առաքյալն ասում է. մկրտությամբ թաղվեցինք նրա հետ մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ հոր փառքով, նույնպես եւ մենք քայլենք նոր կյանքով։ Ու հենց սա է փաստորեն իրականությունը, որ մեզանից յուրաքանչյուրը նախ եւ առաջ մկրտությամբ մահանում է եւ սկսում է ապրել արդեն Քրիստոսի հարության տեսիլքով ու նոր մարդ դարձած։ Ահա թե ինչու շատ կարևոր է մկրտվել ու ոչ թե ուշացնել մեր կամ մեր զավակների մկրտությունը, ասելով որ միջև Հայաստան չտանեմ կամ Երուսաղեմ չտանեմ, չեմ մկրտի։ Դուք ամենակարևորը թողնում եք, ընկնում եք երկրորդականի հետևից։ Եվ հիմա պատգամն է հրեշտակի, բայց գնացեք, ասում է, ասացեք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թե ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ կտեսնեք դրան ինչպես ձեզ ասել էր։ Նախ ինչու Պետրոսին առանձնացրեց։ Հայերեն ասում են մի պարզ պատճառը, ոչ թե նրա համար, որ Պետրոսը մեծն էր կամ ամենան էր, այլ որովհետեւ Պետրոսը մեկն էր, որ 3 անգամ ուրացավ։ Եվ հաշվի առնելով Պետրոսի իրական հոգեվիճակը, Պետրոսն այսօր շատ ավելի այդ պահին ուներ խրախուսանքի կարիք, ու մենք տեսնում ենք սա, որ Քրիստոս Տերն է անում, առաքյալի կամ այս դեպքում արդեն հրեշտակի միջոցով ասելով հենց իրեն էլ ասեք, որ ինքը գնալու այնտեղ գնա եւ իրեն դիմավորի Գալիլեայում է լինելու։ Եվ բայց ինչն էր հետաքրքիր, մենք ուշադրություն դարձրեք այս ընթացքում Մարկոս 8-ի մեջ, 9-ի մեջ 2 անգամ եւ 10-ի մեջ տեսանք, թե ինչպես Քրիստոս ասում էր, որ ես խաչվելու եմ ու հարություն եմ առնելու։ Նախապես ասում էր, բայց ամեն անգամ, եթե կհիշեք, առաքյալները միշտ կենտրոնանում էին մահվան վրա, ոչ թե հարության վրա։ Եվ հենց սա է, ու իրենք հենց այդ կենտրոնացումն էլ պահեցին, միայն մահվան վրա պահեցին ու ոչ թե հարության վրա։ Ու նորից փաստորեն Աստված իր հրեշտակի միջոցով մեզ հիշեցնում է, որ մենակ մահը չի։ Հիմա պիտի տեսնեք, թե ինչի մասին էր ինքը խոսում։ Ինքը հարության մասին էր խոսում։ Եվ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել եւ ոչ ոքի բան չասացին, որովհետեւ վախենում էին։ Այս բառը գեղեցիկ, իմ կարծիքով շատ լավ ենք թարգմանել սարսափահար։ Բայց հունարեն բառը մի քիչ ավելի տարբեր իմաստ կարող է մեզ տալ։ Հունարեն բառը էքստասիս է, էքստազի մեջ ընկնել, այսօր այդ բառը նաև մեր մեջ կիրառվում, այսինքն խուճապահար ես լինում,
չգիտես ինչ ես անում։ Եվ սա ինքնին ցույց է տալիս մի շատ կարևոր դրվագ, թե երբ որ Աստվածայինի հետ դու շփում ես ունենում, այս դեպքում հրեշտակի հետ, յուրահատուկ բան է մարդու հետ կատարվում։ Կարծես թե այդ սարսափը, այդ վախը, այդ էքստազի վիճակի մեջ ես ընկնում եւ էլ ոչ մի բանի հետ չես նայում, այլ խուճապահար փախնում ես ու այդ վախն է։ Վախի վրա վախ ավելացավ։ Ուշադրություն դարձրեք։ Այստեղ մարգարեն իրեն, մարգարեն եմ ասում։ Չէ, հրեշտակը իրեն բարի լուրեր փոխանցում, փոխանակ իրենք ուրախանան, ավելի վախեցան։ Սա էլ ցույց է տալիս մեր մարդկային տկարությունը, որովհետև երբեմն Աստված մեզ բարի լուր է ասում, բայց մենք նորից վախենում ենք, նորից խուսափում ենք, խուճապի ենք մատնվում։ Ու սա է, որ նաև օրինակ է, որ այդպեսին չլինենք, այս կանայք մեզ դաս տվեցին։ Մատթեոսը լրացում է կատարում, Մարկոսի ձևով իրենք գնացին եւ կարծես թե ոչ ոքի չասացին ու փակվեց։ Բայց Մատթեոսը լրացում ունի, որը շատ կարևոր է, եւ սա մենք ընթերցում ենք 28-ի մեջ, երբ որ ասում է եւ իսկույն գնացեք ասացեք նրա աշակերտներին, թե հարություն առավ եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ նրան կտեսնեք, ահա ասացի ձեզ։ Եվ իսկույն ահով ու մեծ ուրախությամբ գերեզմանից դուրս ելնելով վազեցին աշակերտներին պատմելու եւ հանկարծ Հիսուս նրանց դիմաց ելավ ու ասաց. ողջույն ձեզ, եւ նրանք մոտենալով նրա ոտքերին փարվեցին ու երկրպագեցին նրան։ Այն ժամանակ Հիսուս նրանց ասաց. մի վախեցեք, գնացեք ասացեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա եւ այնտեղ ինձ տեսնեն։ Ուրեմն այստեղ մենք Մատթեոսի մոտ վկայություն ենք տեսնում, որ ի վերջո Քրիստոս էլ բացի հրեշտակից իրենց տեսավ եւ իրենց այդ բարի լուրը տվեց, չնայած եւ ուրախացան, բայց միևնույն է տեքստի մեջ տեսնում ենք, որ վախ կար մեջները, դրա համար Քրիստոս ասաց. մի վախեցեք, գնացեք ասացեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա եւ այնտեղ ինձ տեսնեն։ Մատթեոսը նաեւ մանրամասներ է տալիս։ Ասում է, երբ նրանք, այսինքն կանայք, գնացին, ահա զինվորներից ոմանք քաղաք եկան եւ քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր, եւ նրանք ծերերի հետ միասին հավաքվելով խորհուրդ արեցին, շատ դրամ տվեցին զինվորներին ու ասացին. կասեք, թե նրա աշակերտները գիշերով գալով գողացան նրան, մինչ մենք քնի մեջ էինք, եւ եթե այդ լուրը կոսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք եւ ձեզ հոգսից կազատենք։ Եվ նրանք դրամն առնելով արեցին այնպես, ինչպես որ իրեն սովորեցրել էին, եւ այս զրույցը տարածված է հրեաների մեջ մինչեւ այսօր։ Ուղղակի երկու բառ, եթե նկատեցիք, ես մյուս ավետարանիչների մեջբերումները չեմ մեկնում, որովհետև դա լրիվ ուրիշ միտք է, բայց երկու բառ էստեղ կուզեմ ասել, որ տեսեք ինչ եղավ, երբ որ ուզում ես ճշմարտությունը կոծկել, կոծկում ես երկու ձև՝ ստով եւ կաշառքով։ Եվ հաճախ հենց սա էլ լինում է։ Մի հասարակության մեջ, մի ընտանիքում, մի տանը, որտեղ կա սուտ ու կաշառք, այնտեղ չկա Քրիստոսի ճշմարտությունը։ Այսօր ցավոք սրտի մեզ սովորեցրեցին տասնամյակներ շարունակ, որ կաշառքը նորմալ բան է, մանավանդ հայրենիքում, ու սուտն ու կաշառքը քայլում են։ Սա լրիվ ավետարանին դեմ է։ Սուտն ու կաշառքը սպանում են Քրիստոսի ճշմարտությունը, կոծկում են Քրիստոսի ճշմարտությունը։ Այլ խոսքով մենք ընտրում ենք չարը, ոչ թե Քրիստոսին ու Աստծուն։ Հենց սա է, որ պիտի հասկանանք, ու սրա մասին էր նաև, որ Մատթեոսը հատուկ նշեց, որպեսզի սա բաց չմնա մեզ մոտ։ Եվ ասում է, հետաքրքիր այստեղ կարծես թե հասանք Մարկոս 8-ին, եթե ուշադրություն դարձնեք 16-8-ին։ Հիմա ես ընթերցեցի 16-ի 9-ից 20-ը, բայց ուզում եմ այստեղ տեքստային հստակեցում տալ, որ Մատթեոս 16-9-ից 20-ը հնագույն ձեռագրերում չկան։ Եվ սա համարվում է հավելված, ավելացված։ Թե ինչու ավելացվել, շատերը չգիտեն։ Կան, որովհետև Մարկոսը մահացավ, չհասցրեց վերջաբանը տա, որը քիչ հավանական է։ Ավելի հավանական է այն, որ Մարկոսի այդ վերջաբանը, երևի վերջի թերթերը պոկվել են կամ կորել են, եւ հետագայում երկրորդ դարի սկզբին քրիստոնյաները փորձել են վերջաբանով փակել։ Որտեւ հիմա 9-ից 20-ը, որ ինչ ընթերցեմ, կարծես թե համադրությունն է մյուս ավետարանիչների, ինչ որ մյուսները ասեցին, խտացված
ներկայացրած է, որը հստակ մեզ ցույց է տալիս, որ անձը արդեն տեսել է մյուս ավետարանիչների տեքստը, մանավանդ Հովհաննեսի դեպքում, որ առաջի դարի վերջում գրվեց, 90-ականներ, 100 երբեմն ասում են մինչև այդ թիվն են 10-ում, ուրեմն Հովանու ավետարանը տեսել է, որ Հովանու ավետարանից հետո խմբագրել է, որտեղ հիմա կտեսնենք, թե ինչքան Հովանու ավետարանից միտք կա այստեղ։ Եվ սա երկու իմաստով է կարևոր։ Առաջինը, որ երբ ինչքան էլ սա Սուրբ Գրքի կանոն է մտել, բայց հասկանանք, որ սա հետագայում ավելացված է, մենք ունենք 100 հայերեն ձեռագիր, որոնց մեջ սա չկա։ Այս հատվածը 9-ից 20-ը չկա։ Հնագույն հունարեն ձեռագրերը սա չունեն։ Ավելին, որոշ ձեռագրեր կան, որ ուրիշ վերջաբան են տալիս 8-ից հետո, որ փակում լինի, օրինակ մեկը սա է, ասում է, եւ նրանք համառոտակի բոլոր այս պատգամները փոխանցեցին Պետրոսին եւ նրա հետ գտնվողներին եւ դրանից հետո Հիսուս ինքը նրանց միջոցով արևելքից մինչեւ արևմուտք ուղարկեց հավիտենական փրկության սրբազան եւ անեղծ ավետիսը։ Այլ խոսքով ձև են գտել, որ այս վերջաբանը փակեն կամ վերջացնեն, ոնց որ վերջ չկա ավետարանին։ Բայց շատ կարևոր է այստեղ նաև անդրադառնալ, որ Իրինիոս անունով շատ մեծ հայր ունենք եկեղեցու, որ երկրորդ դարում ապրել, այսինքն հարյուրականների վերջ։ Եվ Իրինիոսի հանրահայտ գիրքը կա Ընդդեմ հերձվածողած, աղանների դեմ այլ խոսքով, եւ իր գրքի մեջ Իրինիոսը մեջ բերելով այս տեքստը ասում է, սա Մարկոսի վերջն է։ Այլ խոսքով այստեղ հասկանում ենք, որ փաստորեն արդեն հարյուրականների մեջ է ավելացված սա, այս 9-ից 20-ը, եւ ամենայն հավանականությամբ ընդհանուր եկեղեցու կողմից արդեն իսկ որոշակի ընդունվածություն ունեցել է։ Ու դրա համար չենք ուզում երկրորդական շատ համարել, բայց ուզում ենք գիտակցել սա, որովհետեւ մանավանդ հիմա գալու ենք այդ օծերի պահը, թույնի պահը եւ այլնը, ուզում եմ հասկանանք, թե որտեղից է գալիս եւ ինչպես են մարդիկ սխալ ընկալմամբ ուր հասնում։ Ու դրա համար կարծես թե այս Մարիամ Մագդաղենացի, հետո մյուս Մարիամը, հետո Սողոմեն, այս միտքը նորից է կրկնվում։ 9-ից 20 ասում է Կիրակի առավոտյան հարություն առած լինելով Հիսուս նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից 7-ը դև էր հանել։ Մյուս ավետարանիչներն են այս մասին խոսում, փաստորեն Մարիամ Մագդաղենացին Քրիստոսի առաջի վկան էր։ Եվ քանի որ այսքան կարևոր տեղ է տրվում Մարիամին, այս վերջի շրջանում տեսանք այդ գրքի անունը ինչ էր։ Դավինչի կոդ եւ այլն, որ Մարիամ Մագդաղենացուն լրիվ առասպելական ինչ որ ուրիշ բաներ խոսեցին, որ ինքնին սրբապղծություն է, ինքը այն կինն է, որը ինչպես որ ասացի, հոգեկան հիվանդություն ուներ, դիվահարություն ուներ, ինչպես որ ավետարանն ասում, եւ որից Քրիստոս 7 դև էր հանել եւ ի տարբերություն կաթոլիկյան ուսմունքի կամ ավանդույթի, ավելի ճիշտ բառն օգտագործեմ, որ ասում են անառակ կիններ եւ այդտեղից էլ Դավինչի կոդ եւ մյուսները, իրականում հին եկեղեցիները արևելյան երբեք դա չեն ընդունել ու ասել են ավետան այդ մասին ոչինչ չի ասում, սա հիվանդ դիվահարկիններ, որից Քրիստոս դևերը հանեց եւ բժշկեց։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս կինը առաջի վկան էր։ Իսկ ինչու է սա կարևոր։ Կարևոր է նրանում, որ ինչպես նախորդ անգամ ասեցի, Քրիստոս հատուկ ուզեց, որ կնոջ միջոցով առաջի վկայությունը տրվի։ Որովհետեւ հնում կանանց վկայությունը անընդունելի էր, անվավերական էր։ Եթե կինը վկայություն էր տալիս, որ ես այս ինչ բանը տեսա իմ աչքերով, քանի որ ինքը կին էր, իր վկայությունը չէր ընդունվում։ Ու սա շատ ցավալի իրականություն էր։ Ու Քրիստոս հենց այս մտայնությունն էր փոխում, արդեն իսկ իր ավետարանով ու իր հարությամբ, ասելով, որ իմ առաջի վկան չի լինելու տղամարդ, այլ լինելու է կին։ Եվ կնոջ միջոցով եմ ես վկայությունը փոխանցել ու ոչ թե մեկ, այլ մի քանի կանանց միջոցով։ Ու սա ինքնին փոխեց ամեն ինչ, ամբողջ մտայնությունը փոխեց։ Դրա համար հաճախ երբ որ ես տեսնում եմ, որ հայ մարդը կնոջը սկսում է նորից ցածր դիտել, վատ դիտել, երկրորդական դիտել, սա բացարձակ քրիստոնեության հետ կապ չունի։ Սա իմ կարծիքով հստակ մուսուլմանական մտայնություն է, որը որ հետագայում երկար ժամանակ մուսուլմանների հետ ապրելով մենք աստիճանաբար ազդվել ենք, որովհետև իրենք մեզ տիրել են ու հաճախ մեզ մեղադրել են կամ ծաղրել են, որ ձեր մոտ ինչ եք կանաչ այսքան տեղ տալիս, կինը սա է։ Իսկ իրենց օրենքներով կինը տղամարդու կես արժեքը ունի, ցավոք սրտի։
Իսկ սա մենք իբրև քրիստոնյա չենք կարող ընդունել ու դրա համար էր որ Քրիստոս ինքը կանանց միջոցով հատուկ առաջինը իր հարության վկայությունը փոխանցեց։ Եվ ասում է շարունակությունը կա եւ նա գնաց ու պատմեց նրանց, որ Հիսուսի հետ էին եւ դեռևս սգում էին ու լաց էին լինում։ Այս մի նախադասությունն է ասում։ Բայց փաստորեն այս մի նախադասության մեջ մի ամբողջ նյութ կա, որ Հովհաննեսը ասում է ու հայտագայում ավելացնողը Մարկոսի վերջավորության այս մի նախադասություն ասէ, բայց ինչի մասին է խոսքը։ Խոսքը հետեւյալի մասին է։ Ասում է եւ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առավոտյան արշալույսին գերեզմանն է գալիս եւ տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցված է, ապա վազում է եւ գալիս Սիմոն Պետրոսի եւ այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուս սիրում էր, եւ նրանց ասում է. «Տիրոջ վերցրել են գերեզմանից եւ չգիտենք թե ուր են դրել նրան»։ Պետրոս եւ մյուս աշակերտը ելան ու գերեզման էին գալիս, երկուսով միասին վազում էին, բայց մյուս աշակերտը առաջ անցավ Պետրոսից եւ ավելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկավ։ Եվ կռանալով տեսավ, որ կտավները այնտեղ էին, բայց ներս չմտավ։ Եկավ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա հետևից էր գալիս, մտավ գերեզմանը եւ տեսավ, որ կտավները այնտեղ են եւ վարշամակը, որ նրա գլխին էր, մյուս կտավների հետ չէր, այլ առանձին ծալված մի կողմ էր։ Այն ժամանակ մտավ եւ մյուս աշակերտը, որ ավելի առաջ էր եկել գերեզման, տեսավ ու հավատաց։ Քանի որ դեռ չէին հասկացել գրվածքը, թե մեռելներից պետք է հարություն առնի։ Աշակերտները վերադառնալով գնացին իրենց տեղերը։ Սա Հովաննու 20-ի մեջ էր։ Եվ նաև սրա շարունակությունը կա, որ Մագդաղենացու հետ Քրիստոս հանդիպում է, որ Մարկոսի մոտ մենք ընդամենը մի նախադասություն տեսանք։ Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը եւ լաց էր լինում։ Եվ մինչդեռ լաց էր լինում, կռացավ դեպի գերեզմանը եւ տեսավ երկու հրեշտակներ, սպիտակների մեջ, որոնք նստել էին, մեկը սնարին եւ մյուսը ոտքերի մոտ։ Այնտեղ էր Հիսուսի մարմինն էր։ Այսինքն աշակերտները եկան, տեսան, գնացին, Մարիամը դեռ չի գնացել, գերեզմանի մոտ է մնացել։ Եվ նրան ասացին. «Ով կին, ինչու ես լալիս»։ Նա նրանց ասաց. «Որովհետև իմ տիրոջը գերեզմանից վերցրել են ու չգիտեմ նրան ուր են դրել»։ Երբ այս ասաց, դեպի հետևի կողմը դարձավ եւ տեսավ Հիսուսին, որ կանգնած էր, բայց չէր իմանում, թե Հիսուսն է։ Հիսուս նրան ասաց. «Ով կին, ինչու ես լալիս, ում ես փնտրում»։ Նրան այնպես թվաց, թե պարտիսպանն է եւ ասաց նրան. «Տեր, եթե դու ես նրան վերցրել, ասա ինձ ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։ Հիսուս նրան ասաց. «Մարիամ», եւ նա դարձավ ու եբրայերեն ասաց. «Ռաբունի», որ թարգմանվում է վարդապետ։ Հիսուս նրան ասաց. «Ինձ մի մոտեցիր, քանի որ դեռ հորս մոտ չեմ բարձրացել, ուրեմն գնա դու իմ եղբայրների մոտ ու նրանց ասա, որ ես բարձրանում եմ դեպի իմ հայրը ու ձեր հայրը, դեպի իմ Աստվածը եւ ձեր Աստվածը»։ Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, թե ինքը Տիրոջը տեսել է եւ նա իրեն այս բաներն է ասել։ Ահա թե ինչու հիմա, երբ որ Հովաննու ավետարանի բացատրությունը տեսանք մանրակրկիտ, ահա թե ինչու Քրիստոս երևաց, որովհետեւ այսքան սիրեց Էսկին, այսքան նվիրվեց Տիրոջը եւ դրա համար էր, որ ասում էր ամեն ինչ ուզում էր անել, ինձ տեղը ցույց տուր, ես գնամ վերցնեմ, չէր ուզում հեռանար։ Ինչպես Մարիամը ճանաչեց Քրիստոսին։ Սկզբից չէր ճանաչել։ Ձայն եւ անուն։ Անունը տվեց Մարիամ։ Եվ սա շատ կարևոր է, որովհետեւ Քրիստոս անձնական կապ ունի բոլորիս հետ։ Ու դրա համար Հովաննու 10-ում ենք մենք սա կարդում, երբ որ ասեց, այստեղ նաեւ ձայնը կար, որ իմ ձայնը ճանաչում են։ Ես իրենց եմ ճանաչում, նրանք էլ Հովի ձայնն են ճանաչում։ Այո, ձայն եւ անուն, որտեւ անունը պատահական չի։ Մեզանից յուրաքանչյուրի անունը պատահական դրված չի, ընդհանրապես անունները նույնիսկ Աստվածաշունչ մատյանում պատահական դրված չեն։ Երբ որ Աստված էլ անունները փոխում էր, Սողոսը դարձնում էր Պողոս կամ Աբրահամը Աբրահամ, նորից պատահական չէր։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք երբեմն, որ եթե չենք ճանաչում, Աստված ամենս ճանաչում ու մեզ ամբողջությամբ մեր անունը տալով, մեր ամբողջ էությունն է ինքը ճանաչում։ Ու այդ ժամանակ ես հասկանում, որ ինքն է Քրիստոսը։ Եվ սա էլ այդ մեծ վկայությունն էր, որ սկզբից կարծես թե չճանաչեց, բայց հետո ճանաչեց, որովհետև ձայնը ճանաչեց եւ անունը։ Մեսրոպ կարող ես բանը միացնել։ Գնանք առաջ, որ շատ հետաքրքիր էր Հովաննու այս միտքը։ Եվ նրանք լսեցին, թե նա կենդանի եւ երևացել է Մարիամին, չհավատացին։ Հետո Հիսուս այլ կերպարանքով երևաց նրանց, որոնք հանդ էին գնում։ Ուշադրություն դարձրեք, գիտեմ, որ մի քիչ ծանր է։
Բայց ուզում եմ ամբողջը տեսնենք։ Հովանու ավետարանը մի նախադասությամբ Մարկոս ասեց, ու ես կարող եմ այդ նախադասությամբ փակել։ Բայց վստահ եմ, որ թերի կլիներ դա, որովհետև այդ մի նախադասությամբ չէինք տեսնի այն ինչի մասին խոսում էր։ Հիմա շարունակումը հաջորդ տողի մոտ ու Ղուկասի միտքն է, մի ամբողջ միտք, մեկ նախադասությամբ ասում, որ ասում է, երբ նրանք լսեցին, թե նա կենդանի է եւ երևացել է Մարիամին, չհավատացին։ Հետո Հիսուս այլ կերպարանքով երևաց նրանց, որոնք հանդ էին գնում։ Այս որի մասին է խոսքը, ինչ դեպքի մասին է խոսքը, երկար է դեպքը, չեմ ուզում երևի ամբողջությամբ կարդալ, բայց Էմաուսի ճամփորդների մասին է խոսքը, որ փաստորեն հեղինակը կարդացել էր, գիտեր ինչի մասին է եւ փոխանցում էր։ Էմաուսի ճամփորդների մասին ես շատ եմ խոսել։ Ղուկաս 24-ի մեջ է սա։ Ժողովուրդ, սա հրաշալի համար է, որովհետեւ այստեղ ենք մենք տեսնում, թե ինչպես Քրիստոս շատ կարևոր բան կատարեց։ Ուզում եմ նախ մի բան պատկերացնենք ինչ։ Նույն հարության օրհնա, Կիրակի օրհնա։ Գնում են ու այս մարդիկ իրար հետ խոսում են, թե ինչ կատարվեց, ինչի սա կատարվեց եւ այլն, երկուսով ասում եմ։ Քրեոպասն է, մեկի անունն է տրվում։ Ու այստեղ Քրիստոս երբ որ գալիս է, ես միշտ այս օրինակը բերում եմ։ Առաջի բանը, որ կատարում է, սկսում է գրքերով բացատրել Քրիստոսի ինքն իր մասին։ Եվ իրեն դեռ չեն ճանաչում։ Եվ միշտ այս օրինակն եմ բերում, որ Քրիստոս Bible study արեց։ Առաջի Սուրբ Գրքի սերտողությունը ինքը արեց։ Էմաուսի ճամփորդներին քայլելիս բացատրում էր։ Հիմա իմ նման մեկը կանգնած է, տեքստը դեմն է, փորձում է։ Քրիստոս դրա կարիքը չուներ, քայլելիս բացատրում էր։ Ու հետաքրքիր է այդ ավանդույթը նաև մեր եկեղեցում է մնացել, որտեղ մենք որ ասում ենք ճեմարան, ինչի ենք ասում ճեմարան, որտեղ մարդիկ ճեմել են։ Իսկ ինչ նշանակում ճեմել, քայլել են ու սերտել են, մեկը մյուսին սերտել է։ Սո հիմա այստեղ ամենակարևոր վիճակն է կատարում։ Քրիստոս այս օրինակը ցույց տվեց, թե ինչպես պիտի սերտենք, ինչպես պիտի Աստվածաշունչը հասկանանք, եւ Սուրբ գրային սերտողություն կատարեց։ Բայց սա բավարար չէր։ Եվ հետաքրքիր է, ես միշտ ասում եմ, երբ որ Քրիստոս ասում է, ասեց ես շարունակելու եմ ճանապարհը եւ իրանք ասեցին, չէ, օրը տարաժամելա մնա մեր հետ գիշերի, եւ երբ որ Քրիստոսին էլ պատիվ արեցին, որ ինքը առաջինը հացը վերցնի եւ օրհնի հրեական ավանդույթի համաձայն, այստեղ է որ Քրիստոսի երբ որ հացը վերցեց ու օրհնություն տվեց ու բաշխեց, այսինքն հաղորդությունը տվեց, ասում է իրենց աչքերը բացվեցին։ Եվ այս վերջի միտքն եմ ուզում ընթերցել, ասում է եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով օրնեց կտրեց այն եւ տվեց նրանց եւ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ եւ նրանք ասացին միմյանց. մեր սրտերն էլ միթե չէին ճմլվում մեր մեջ, ինչպես նա ճանապարհին խոսում էր մեզ հետ եւ ինչպես էր մեզ բացատրում գրքերը։ Եվ փաստորեն հարուցյալ Տերը այստեղ կանաչով գրեցի, Սուրբ Գրքի սերտողություն արեց եւ հաղորդություն բաշխեց։ Սա ինձ համար ամենամեծ օրինակն է։ Եթե ուզում ես քրիստոնյա լինել, գիտակից քրիստոնյա, այդ երկու մեծագույն սնունդից մի կտրվի։ Սուրբ Գրքի սերտողություն եւ Սուրբ հաղորդություն։ Այսօր ցավոք սրտի հայ եկեղեցին մեկից կտրվել է։ Փառք Աստծո հաղորդությունից չի կտրվել, չի եղել դեպք, հազվադեպ եսին որտեղ լինի, որ հաղորդություն չլինի, բայց այդպիսի դեպք չի եղել, որ եկեղեցում հաղորդություն չտան։ Հայ ընդհանրապես մասին եմ, կարող է որոշ տեղեր լինեն դադարեն։ Բայց Աստվածաշնչի սերտողությունը գրեթե դադարել է մեզ մոտ։ Ու հիմա երբ որ փորձում ենք էլ վերականգնել, հաճախ սխալ է դիտվում, հաճախ ասում են պիտակավորում, ասում են հո դու աղանդավոր չես, հո դու բողոքական չես, որ Սուրբ Գրքի սերտողություն ես անում։ Առանց հասկանալու, որ սա նախ մեր Տիրոջ օրինակն է, երկրորդը մեր հայրերի օրինակն է, ովքեր հետևել են մեր Տիրոջն ու Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն ինձ համար ինչու եմ սա ասում, երբեմն ես մարդիկ եմ տեսնում, շատերին եմ տեսնում, շատերը, ովքեր գալիս են պատարակների, օրինակ Սրբոց Ղևոնդյանցում հարյուրավորներ են գալիս, միշտ տեղ չկա, պատերի տակ կանգնած են ժողովուրդը, բայց երբ որ երբեմն հայտարարվում է, որ Սուրբ Գրքի սերտողություն կա, եկեք, շատ քչերն են գալիս, որտեղ իրենց թվում է, թե մենակ հաղորդությամբ ու շատ հաճախ նույնիսկ հաղորդության իմաստն էլ չենք հասկանում, բավարար է, բայց դա բավարար չի, Քրիստոս հստակ ցույց տվեց, ինքը առաջինը Սուրբ Գրային սերտողություն կատարեց, հետո հաղորդություն տվեց, այսինքն այլ խոսքով Սուրբ Գրքի սերտողությունը հողն էր, որ նախապատրաստեց ինքը,
որ հետո հաղորդություն պիտի տար։ Առանց հող նախապատրաստելու չի լինում, որտեղ միշտ ասում ենք սուրբ հարություն, սուրբ հաղորդությունը կամ պատարագը գագաթնակետն է, միջև հասնելու գագաթնակետին պիտի ճանապարհ անցնես, որ հետո նոր ընկալես ու հասկանաս։ Ու դրա համար է, որ պարտադիր նախապայմանը յուրաքանչյուր ծուխում, որ լինի սուրբ գրքի սերտողություն մեր հայրերի հիման վրա եւ նաեւ լինի մեր եկեղեցու ուսմունքի բացատրություն, որովհետեւ ապրում ենք մի տարածքում, արդեն երևի էլ կարևոր էլ չի ուր ես ապրում, որտեղ ինտերնետը ամենուր է, որտեղ անդադար աղաններ կան ու անդադար մտքերի լվացում կա եւ երբ որ քո ուսմունքը չգիտես, շատ հեշտ կարող ես շեղվել։ Կանք որոնց վերադառնանք մեր նյութին։ Նրանք էլ եկան, ասում է, ու պատմեցին ուրիշներին, բայց նրանք էլ չհավատացին։ Խոսքը Էմաուսի ճամփորդների մասին էր, որ եկան ու պատմեցին ու նրանք էլ չհավատացին։ Կոնկրետ Ղուկասն ինչ է ասում։ Ասում է, ապա անմիջապես վեր կացան եւ Երուսաղեմ վերադարձան, այս երկուսը, եւ հավաքված գտան 11-ին եւ նրանց հետ եկածներին, որոնք ասում էին, թե իսկապես հարյավ Տերը եւ երևաց Սիմոնին։ Իսկ ինչու չէին հավատում։ Ինձ թվում է, որովհետեւ ես այս հարցը նախ ուզում եմ ինձ տալ եւ այս հարցի պատասխան ուզում եմ ինքս էլ տալ, հիշելով այս միտքը help my unbelief, օգներ իմ անհավատությանը։ Ում բառերն էին, որ ասում էր օգներ իմ անհավատությանը։ Դիվահարի հոր, այո, որ Մարկոս 9-ի մեջ ընթերցեցինք, մենք անցանք այս մասին։ Երբ որ իջավ լեռից ներքև, Թաբոր լեռից ներքև, Տերը 2-3 աշակերտներով այնտեղ տեսավ, որ վիճաբանություն կա, հայրը մոտեցավ ու ասաց աշակերտներիդ մոտ վերեցի, տղայիս չկարողացան բժշկել եւ այլն, երբ որ Քրիստոս բացահայտեց, որ խնդիրը ոչ թե աշակերտների մեջ է, այլ քո մեջ է, որովհետեւ ասաց, եթե կարող ես բժշկիր որդուս, ու ինքը ասացիր, եթե ամեն ինչ կարելի է Աստծո համար, եթե թե երբ, այս է կարևորը, ու հավատքի մասին Քրիստոս շեշտեց, այս մարդը ունեցավ այդ իմաստությունը ասելու հավատում եմ, օգներ իմ անհավատությանը։ Եվ այս միտքը ես գրեթե ամեն օր ինձ հիշեցնում եմ ժողովուրդ, որովհետև գրեթե ամեն օր իմ մեջ տեսնում եմ հավատքի թուլությունը։ Ու ամեն անգամ դարձել է իմ ամենօրյա աղոթքի բաժին, որ Տեր օգներ իմ անհավատությանը։ Չգիտեմ մեզանից յուրաքանչյուրը ինչպես է սրան մոտենում, վստահ եմ շատերից ամեն մարդու հավատքը նախ ինքը բարձրանում իջնում է, երբեք ստատիկ չի եւ երբեք չես իմանա ուր ես, բայց ինչ էլ լինի պարագան, վստահ եմ օրվա ընթացքում Քրիստոս ինչպես ասում է, օրն իր ծանրությունն ունի, ունենում ենք դժվարություններ, հավատքի թուլություններ ու անպայման այս մարդու օրինակը գոնե ինքս ինձ փորձում եմ հիշեցնել, որ Տեր օգնի իմ անհավատությանը, որովհետեւ եթե անհավատության մեջ մնամ, կյանքում ոչինչի չեմ հասնելու։ Հավատքով է որ հասնում ես ու պետք է այդ հավատքը, ու Քրիստոս պատահական չի, որ բազում անգամ այս մասին էր խոսում։ Ու նույնիսկ Հայրոսի դեպքում, երբ որ ամեն ինչ արեցին, որ ինքը սկսի էլ չհավատալ, որ իր աղջիկը մեռավ, վերջացավ, Քրիստոս ասում էր՝ միայն հավատա։ Այդ հավատքի գիտակցությունը ամենակարևորն ու ամբողջ կարծես թե այս տեքստը մանավանդ հարության ծիրից ներս հավատքի մասին է, որ հավատացեք, ես հարություն եմ առել, ինչքան էլ որ սա անհավանական է թվում, հավատացեք, այսօր էլ շատ բան չի փոխվել, այսօր շատ մեր հայրենակից քրիստոնյաներ, ովքեր իրենց քրիստոնյա են կոչում, չեն հավատում հարության, բայց ասում են ես քրիստոնյա եմ, նորից նույն վիճակն է գալիս, երբեմն միգուցե նաև մեր մեջ կարող է լինի կասկած, չպիտի թույլ տանք ոչ կասկածը, ոչ էլ անհավատությունը, Քրիստոս հարյավ իմ մեռելոց։ Եվ երբ որ մենք սա ասում ենք, սա մենակ ռիտուալ չի, որ բոլորս ասում ենք ու պատասխանում ենք, սա ներքին համոզմունք պիտի լինի։ Ես համոզված եմ, որ Քրիստոս հարություն է առել մեռելներից եւ թող օրհնյալ լինի այդ հարությունը, որովհետեւ դա կապված է իմ անձի հետ։ Գանք Մարկոսին նորից։ Հետո մինչ 11-ը սեղան էին նստել, Հիսուս նրանց երևաց եւ հանդիմանեց նրանց իրենց անհավատության եւ խստասրտության համար, որովհետեւ չէին հավատացել նրանց, որոնց ինքը երևացել էր մեռելներից հարություն առած։ Ուրեմն ինչ էր անում Քրիստոս։ Ինչպես որ ասացի, աստիճանաբար բարի լուրը փոխանցում է, որ հողը նախապատրաստում, որ միանգամից չի գալիս ու երևում բոլորին։ Աստիճանաբար վկայություններով եկավ հասավ։ Բայց ինչքան վկայություններ տվեցին, միևնույն է, այս մարդիկ չհավատացին ու դրա համար ասում ենք այստեղ հանդիմանեց, խիստ հանդիմանեց նրանց անհավատությանը եւ խստասրտությանը, որ չորացրել են սրտերը, կարծրացրել են սրտերը,
չեն ուզում հավատալ։ Բայց ինչ էր այստեղ գնում, Ղուկասի միտքն է, որ ավելի մանրակրկիտ Ղուկասն էր ասում եւ իրանք կարճ էին ներկայացնում, ասելով մինչդեռևս նրանք այս էին խոսում, Հիսուս ինքը եկավ կանգնեց նրանց մեջ եւ ասաց. «Խաղաղություն ձեզ, ես եմ, մի վախեցեք»։ Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թե մի ոգի են տեսնում։ Եվ նրանց ասաց. «Ինչու եք խռոված, եւ ինչու ձեր սրտերում կասկածներ են ծագում։ Տեսեք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նույն ինքը ես եմ։ Շոշափեցեք ինձ եւ տեսեք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի, ինչպես տեսնում եք, ես ունեմ»։ Եվ այս ասելով ցույց տվեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը, եւ մինչդեռևս ուրախությունից չէին հավատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունեք»։ Ցույց տալու համար, որ նաեւ ես մարմին եմ ու կարող եմ ուտել։ Ահա այս պատգամն էր, որ Մարկոսը նորից կամ Մարկոսին ավելացնողը մեկ նախադասությամբ փորձեց ներկայացնել։ Այստեղ նաև շատ կարևոր դրվագ կա, որ նորից բաց թողնվեց Մարկոսի կողմից, բայց հարության դրվագը առանց Թովմասի դրվագի չի լինի, ու դրա համար ուզում եմ նաև ընթերցել Թովմասի դրվագը, որ Հովանու ավետարանի 20-րդ գլխի մեջ է, որ ասում է, իսկ Թովմասը 12-ից մեկը երկվորյակ կոչվածը նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ, մյուս աշակերտները նրան ասացին, թե Տիրոջը տեսանք։ Եվ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը, եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին եւ Թովմասը նրանց հետ։ Հիսուս եկավ փակ դռներով, կանգնեց մեջտեղ ու ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Ապա Թովմասին ասաց. «Բեր քո մատները եւ դիր այստեղ ու տես իմ ձեռքերը, եւ բեր քո ձեռքը ու մտցուր իմ կողի մեջ, անհավատ մի եղիր, այլ հավատացյալ»։ Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց. «Տեր իմ եւ Աստված իմ»։ Հիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հավատացիր։ Երանի նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան»։ Այս ամբողջ Թովմասի պատմությունը մի ամբողջ ճառ է, հայրերի մոտ շատ կա։ Բայց ուզում եմ 3 միտք առանձնացնել։ Առաջինը, որ Քրիստոս կարծես թե ֆիզիկապես ներկա չէր, որ Թովմասը ասում էր չեմ հավատում, բայց Քրիստոս ամեն ինչ լսել էր, որտեղ երբ 8 օր հետո եկավ, միանգամից եկավ ու ասեց բեր ձեռքդ։ Արդեն ինքը ներկա էր։ Երկրորդը ինքը Թովմասին մի շատ կարևոր պատգամ տվեց, որ դու տեսար ու հավատացիր, երանի նրան, ով չի տեսնի ու կհավատա, որովհետև դա ավելի դժվար է, բայց դրա բարձրացությունն էլ ավելի մեծ է, երբ որ չտեսած ես հավատում։ Եվ երրորդը, որ Թովմասի պատասխանն է, ամենակարևոր, ամբողջ Սուրբ Գրքի ամենակարևոր քրիստոսաբանությունն է, ամենաբարձր, որ ոչ միայն Քրիստոսին Տեր կոչվեց, ոչ միայն Քրիստոսին Աստծո որդի կոչեց, փրկիչ կոչեց, որ շատ ենք տեսնում, այլ Աստված ճանաչեց, Տերին եւ Աստվածին։ Սա բարձրագույն գիտակցությունն է քրիստոնյայի, որ Քրիստոսին ոչ թե պարզ Աստծո որդի տեսնես, հոր միջնորդը տեսնես, Հիսուսի անունով եմ աղոթում եւ այլն, որ բոլորն էլ կան, բոլորն էլ փառք Աստծո, Սուրբ գրային են ու եկեղեցին բոլորն էլ միշտ եղել է դարաշնորհ, բայց քանիսս ենք ունենում են գիտակցության ենք հասնում, որ Քրիստոս ինքը ճշմարիտ Աստված է։ Եվ սա է, որ մեզանից յուրաքանչյուրին պահանջում է, ու հենց եթե այս գիտակցության հասար, նոր սկսում ես ընկալել ամենասուրբ յորթությունը քո չափով, որտեղ միջև այս գիտակցության չես ասել, դու ամենասուրբ յորթությունը չես կարող ընկալել, որ Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին հավասար են եւ մեկ Աստված է, 3 անձինք։ Սա անպայման Քրիստոսին ճանաչելով է, որ նոր հասնում ես։ Հովանու ավետարանի մեջ նաեւ մի ուրիշ մանրամասն կա, որ չեմ ընթերցելու, բայց ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ ինքը շեշտեց, որ նավակ էին նստել, նորից ձկնորսության էին գնացել աշակերտները եւ կարծես թե իրենց հին ճանապարհն էին գնացել։ Այստեղ այնքան հստակ է, որ չնայած որ Քրիստոս եկավ, իրենց վկայեց, իրենք տեսան իր այդ խոցված տեղերը, իրենք չգնացին Քրիստոսին քարոզելու։ Կարծես թե վերադարձան իրենց ձկնորսությանը։ Ու այստեղ է, որ նորից Քրիստոս գալիս է եւ նորից իրենց կարծես թե ուղղում է դեպի հոգեվորը։ Եվ այստեղ է, որ նորից կարծես չեն ճանաչում, բայց Քրիստոս այդ հին օրինակն է բերում, ասում է Օրկան այս կողմ գցեք, գցում են եւ 153 ձուկ են բռնում։ Նույնիսկ մանրամասն Հովանեսը տալիս է, թե քանի ձուկ բռնվեց։
Ցույց տալու, որ սա իրական դեպք է։ Ասում է բոլորը գիտեին, որ ինքն էր, բայց ձեն չեն հանում։ Ու այս կոնտեքստի մեջ է Հովանու 21-րդ գլուխը, որ վերջի գլուխն է Հովանու ավետարանի, որ նաև մեկ այլ կարևոր մանրամասն է տալիս Հիսուսի եւ Պետրոսի խոսակցությունը։ Եթե ինչպես եղավ եւ Քրիստոսին ինչպես 3 անգամ ուրացավ Պետրոս ու ինչպես Քրիստոս 3 անգամ հարցրեց Պետրոս կամ Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Եվ փաստորեն ամբողջ ավետարանի պատգամը այստեղ է պարփակված։ Եթե սիրում ես Հիսուս Քրիստոսին, արածեցրու իմ հոտը, արածեցրու իմ ոչխարներս, ինքն ջանք թափի, սեր ցուցաբերի, որտեղ եթե դա չկա, մնացած ամեն ինչ անիմաստ է։ Եվ սա էր այդ լրացումները, որ ես փորձեցի կատարել մյուս ավետարանիչների միջոցով, բայց քանի որ տեքստերը այսպես դրեցի, հետագայում երբ որ վիդեոն նայեք, կարող եք ընթերցել կամ ինչու՞ չէ, Աստվածաշունչ մատյանում նաև կարող եք ընթերցել, որտեղ շատ հետաքրքիր են, բայց չեմ ուզում շատ ծանրաբեռնել ձեզ, որտեղ ինչպես ասացի, հարությունը ամենածավալուն թեման է ու չես կարող մեկ դասախոսությամբ կամ Սուրբ Գրքի սերտողությամբ ամբողջացնել։ Գալով այսօրվա նյութին, որ վերջացնում ենք, ասում եւ նրանց ասած, գնացեք ամբողջ աշխարհով մեկ եւ քարոզեցեք ավետարանը բոլոր մարդկանց։ Այստեղ մի միտք եմ ուզում կարևորել, որ կարծես թե մյուս տեղերում չկար, գոնե Մարկոսի ավետարանում սա չէինք տեսնում, որ Քրիստոս ասում է, որ այս ավետարանը, որ իմ ավետարանը, այսինքն բարի լուրը արդեն ոչ թե մենակ հրեայինն է, այլ ամբողջ մարդկությանն է, ոչ թե մենակ Հրեաստանի համար է, այլ նորից ամբողջ աշխարհի համար է։ Եվ սա է պատճառը, որ մենք հավատամքի մեջ, նիկեական հանգանակի մեջ, որ անցած տարի 1700-ամյակն ենք նշում Նիկեո հանգանակի եւ խոսել ենք այս մասին, եկեղեցուն վերաբերող հատվածում ունենք այս գեղեցիկ արտահայտությունը, հավատում ենք մեկ ընդհանրական, առաքելական եւ սուրբ եկեղեցուն։ Եկեղեցին մեկ է, եկեղեցին միևնույն ժամանակ ընդհանրականն է, ոչ թե կոնկրետ ինչ-որ մի ազգի, մի ցեղի, մի տարածքի, եկեղեցին պիտի լինի առաքելական, այսինքն առաքյալների հիմնածը, եւ եկեղեցին պիտի լինի սուրբ, այսինքն սրբացնի իր հավատացյալին։ Այս վերջինի վրա մեկ բառով ուզում եմ անդրադառնալ, որ երբ որ մարդիկ, ես, Հայկը, ուրիշ մարդու վրա չգնամ, գալիս եմ եկեղեցի, եւ իմ կյանքում սրբության, գիտակցություն, մաքրություն չեմ տեսնում, երկու բան կա։ Կամ այս եկեղեցին է սխալ եկեղեցի, որտեղ ես գնում եմ, կամ մի բան իմ հետ են չի։ Եթե հաշվի եմ առնում են հանգամանքը, որ կոնկրետ հայ առաքելական եկեղեցին 2000 տարեկան է, եւ միակը ես չեմ, որ գնացել եմ, բազում սերունդներ են եղել, ու այդ բազում սերունդները տվել են բազում սրբեր, ուրեմն առաջինը հաստատ այս եկեղեցու հետ չի քայլում։ Ուրեմն երկրորդն է իմը, մի բան իմ հետ սխալ է։ Ուրեմն ես ճիշտ չեմ մոտենում, ես ճիշտ չեմ հասկանում ինչ է եկեղեցին։ Հաճախ հենց դա է լինում։ Մենք գալիս ենք եկեղեցի, բայց մենք եկեղեցու կյանքին մաս չենք դառնում, հոգևոր կյանքին մաս չենք դառնում, եթե մեր մեջ էական փոփոխություն չկա, եթե նույն Հայկն եմ, ինչ որ էի։ Իսկ եթե ես իմ մեջ տեսնում եմ դրական փոփոխություն, ուրեմն ես ճիշտ բան եմ անում, ճիշտ ընթացք եմ արձանագրում, որտեղ ճիշտ տեղում եմ, որտեղ պատմությունը փաստել է, որ այս սա ճիշտ եկեղեցին է, սա 1 տարվա կամ 10 տարվա կամ 100 տարվա եկեղեցի չի։ Բայց հակառակներ է լինում, նորահայտ եկեղեցիներ ճակերտավոր կան, որոնք որ քննադատում են հինը, ասում են մենք ճիշտն ենք, եւ այդտեղ մարդիկ գնում են ու ամբողջ էությամբ փորձում են սրբանալ, մաքրվել, այդ բառը չեն օգտագործում, միգուցե ուրիշ բառ են օգտագործում, բայց էական փոփոխություն չի կատարվում, կամ մակերեսային փոփոխություն է կատարվում, ոչ խորքային։ Այս դեպքում էլ ուրեմն վայրն է սխալ։ Իսկ գուշ լինենք ուր ենք գնում։ Դեռ շատ կարևոր է, որ ճիշտ վայրում լինենք եւ ճիշտ մոտեցմամբ լինենք։ Այս դեպքում մեր պարագայում Փառք Աստծո, փաստված եւ սրբերով, եւ պատմությամբ, եւ ամեն ինչով ճիշտ վայրում ենք, բայց եթե իմ մոտ փոփոխություն չկա, խնդիրը իմ մեջ փնտրեմ։ Իսկ եթե կա, ուրեմն Փառք Աստծո, ինչքան էլ որ փոքր լինի, թող քիչ լինի, բայց պիտի լինի։ Իսկ առաջընթացի գրավականը հարատևությունն է։ Ինչու եմ սա ասում, որովհետև հիմա մենք ավարտում ենք մեր Սուրբ Գրքի սերտողությունները, Աստծո կամոք մյուս չորեքշաբթի վերաքաղ կանենք ու կվերջացնենք։ Ես իմ օրինակից գիտեմ, շատերս կարող ենք ձեր օրինակից էլ տեսնել, երբ որ սառում ես, սկսում ես չգալ կամ մենակ ինտերնետով,
Քո մոտ սառում է, սկզբից կարիք ունես, ցանկություն ունես, ուզում ես, բայց մի շաբաթ, երկու շաբաթ, 3-4 արդեն սկսում է մոտդ սառել, զգուշ լինենք դրանից, դա ամենավատ բանն է։ Փառք Աստծո հսկումները կան եւ ընթացքում եթե կարողանանք, չգիտեմ, ինչ որ գոնե այս Lay Ministry դասերը կան, կարող եք գալ, ինչ որ չափով փորձենք լրացնել, որպեսզի բաց չմնա այն ինչը որ մենք սկսել ենք։ Եվ շարունակում է ավետարանն ասելով ով հավատա եւ մկրտվի պիտի փրկվի եւ ով չհավատա պիտի դատապարտվի։ Կարծես թե ասում են ինչ որ աղանդավորներն են ասում, եթե հավատում ես ու մկրտվում ես, փրկվում ես, եթե չես հավատում դատապարտված ես։ Բայց եթե մի քիչ խորքն ենք նայում, հասկանում ենք, որ դա չի։ Հավատալը եւ հավատը տարբեր բաներ են։ Հավատալը բայ է, verb է, action է ենթադրում, հավատալ, քայլել, լսել, դրանք արարք են, գործողություն է։ Հավատը գոյական է, noun է, ինքը վիճակ է։ Չի ասում վիճակի մեջ եղե, ասում է գործողություն կատարի։ Սա շատ կարևորն է։ Եվ այս կոնտեքստի մեջ մեզ ավելի լավ է բացատրում Հովանու ավետարանը, 3-րդ գլուխ, որ շատ տարածված է, որ ասում է ով հավատում է որդուն ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծո որդու բարկություն։ Այստեղ typo ա եղել 3 գլխի մեջ է, բայց 6-ը չի։ Հիմա ինչ եմ ուզում այստեղ ասել։ Տեսեք երկու բառեր եմ ընդգծել։ Ով հավատում է որդուն ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի տրամաբանվում պետք է ով չի հավատում, չէ՞, բայց չի ասում չի հավատում, իսկ ով չի հնազանդվում որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծո բարկությունը։ Ուրեմն այստեղ հրաշալի այս նկարը կա I believe in God եւ I obey God։ Ես հավատում եմ Աստծուն, շատ մարդ ասում է ես հավատում եմ Աստծուն ու գնում է այն ճանապարհով, բայց շատ քչերն են ասում, որ ես հնազանդվում եմ Աստծուն, այսինքն իմ կամքը հնազանդեցնում եմ Աստծո կամքին, Քրիստոսի կամքին։ Ահա թե ինչի մասին է խոսքը։ Ոչ թե պարզ ասել ես հավատում եմ, այլ հնազանդվել, այլ Քրիստոսի կամքով ապրել, Աստծո կամքով ապրել։ Ի վերջո այդ պատվիրանները, որ Աստված տալիս էր հավատացյալ հրեային։ Հրեաները հավատում էին Աստծուն, բայց Աստված միևնույն է իրենց պատվիրաններ տվեց, որոնք հետևյալներն են. ես եմ քո Տեր Աստվածը, կուռքեր մի ունեցիր, չէ, շաբաթ օրը սուրբ պահիր եւ այլ անունը։ Ինչու էր այս ամենը ասում։ Եթե հավատում էին, էլ թող պատվիրան չտար, ասեր հավատացեք ու մնացեք։ Բայց պատվիրան տվեց, որպեսզի իր կամքը մենք իմանանք նախ, եւ երկրորդ իր կամքի համաձայն ապրենք։ Եթե իր կամքը չգիտենք, չենք կարող իր կամքի համաձայն ապրել, բայց մեզ կարող ենք կոչել հավատացյալներ։ Դա որևէ բանով չի արդարացնում մեզ։ Ու դրա համար հրաշալիորեն Առաջի Կորինթացիս 13-ի մեջ, որ սիրո օրներ գնա, Սուրբ Պողոս առաքյալ ասում է, եթե ունենամ ամբողջ հավատը, մինչև իսկ լեռները շարժելու կամ տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Բայց միտքը ծագեց, որ Հուդան էլ էր հավատում Քրիստոսին, ոչ միայն հավատում էր, այլ հրաշքներ էր գործում։ Բայց արդյոք հնազանդվեց։ Եվ սա է գաղտնիքը։ Հուդան հավատում էր, բայց արդյոք հնազանդվեց։ Հայկը հավատում է, բայց արդյոք հնազանդվում է։ Ամբողջ միտքը հենց սրա մեջ է։ Եվ ասում է սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հավատում են։ Նշան, սեմեոն, այսինքն հրաշք։ Եվ այս հրաշքների մասին է, որ խոսում է, ուզում եմ այստեղ հիշեցնել, որ 9-ից 20 համարները 16-րդ գլխի սրանք հավելում են 1։ Բայց քանի որ ընդունված ենք Աստվածաշունչ Մատյանի մեջ եկեղեցին պահելա, մենք դա վավերական ենք հասկանում։ Բայց ուզում եմ այստեղ հասկանանք, որ նշաններով հավատը չես կարող չափել, որտեղ վտանգավոր է։ Մանավանդ եթե դու տառացի ես հասկանում, literal ես հասկանում, ինչի նկատի ունեմ։ Հիմա ինքը թվելու է, թե ինչ նշանների մասին է խոսքը։ Ասում է իմ անունով դևեր պիտի հանեն, լեզուներ պիտի խոսեն, իրենց ձեռքին օձեր պիտի բռնեն, եւ եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի, հիվանդների վրա ձեռք պիտի դնեն եւ բժշկեն։
1910 թվականին George Went Hensley անունով մարդ այստեղ Ամերիկայում միջին նահանգներում սկսեց մի վիճակ ստեղծել, մի ավանդույթ մտցրեց, թունավոր օձերին բռնում են եւ Մարկոսի 16-րդ գլխի այս հատվածը մեջ բերելով ասում են ես հավատ ունեմ եւ Քրիստոսի անունով այս օձը ինձ չի խայթելու։ Միջև որս կա եւ միջև որս Քենթաքի եւ այլն այս նահանգները եթե նայեք, հիմա YouTube անեք կտեսնեք ավանդույթը պահում են եւ օձերը բազում անգամ կծում են եւ շատերը մահանում են։ Եվ իրենք դիտավորյալ հակաթույն չեն խմում, բժիշկի չեն գնում, որտեղ ասում են իմ հավատքով ես բուժվելու եմ։ Մեկը իր մատն էր կորցրել վիդեոյով ցույց է տալիս, մեկը մահացել էր եւ այլ եւ այլ։ Եվ օրենքով հիմա այդ կոնկրետ այդ նահանգում թույլ չեն տալիս նման բաներ անել, պիտի թույլտվություն ունես, բայց իրենք թաքուն անում են։ Ինչու, որովհետեւ ուղիղ literally են հասկանում սրա մասին եւ նախընտրում են մեռնել, բայց հակաթույն չխմել։ Դրան հակառակ, տեսեք հայրերը ինչ օրինակ են բերում, մեկը 6-րդ դարից, մեկը 5-րդ դարից, մեկը օձի բռնելու, մյուսը նաև չթունավորվելու։ Ասում եմ, երբ նրանք իրենց ավետարանով դուրս են բերում մոլորության թույնը, խոսքը վարդապետների մասին է, մարդկանց սրտերից, արդյոք նրանք օձի թույնը դուրս չեն բերում։ Արդյոք այս հրաշքներն ավելի մեծ չեն, քան մյուսները, քանի որ սրանք հոգևոր են, իսկ մյուսները մարմնական։ Ուրեմն, երբ որ դու քո ավետարանի լույսով մեկի մոլորության թույնից հանում ես, արդյոք դա ավելի մեծ հրաշք չի, քան ֆիզիկական թունավորոցին բռնելը։ Սա Գրիգոր Մեծն էր ասում 6-րդ դարում։ 5-րդ դարում Օգոստինոս Իրանելին տեսեք ինչ ասում։ Օձի թույնը խմել եւ չթունավորվելու մասին։ Ասում է այն անձինք, ովքեր աղանդավորական ուսմունք են կարդում եւ չեն թունավորվում նրանից, քանի որ ճշմարիտ ուսմունքը գիտեն եւ պահում են, արդյոք այս հրաշքի վկայությունը չէ։ Եվ տեսեք ինչքան ավելի խորը տան, այսինքն եկեղեցին 2000 տարեկան է։ Եկեղեցին երբեք այդ տարածի չի հասկացել եւ քո կյանքը վտանգի չի դրել ու հանկարծ մարդիկ 1910 թվին Ջորջի նման որոշում են, որ չէ, սխալ են հասկացել, պիտի ուղիղ հասկանաս, պիտի օձին բռնես ու ցույց տաս, որ դու հավատացյալ ես ու շատ մարդկանց կյանքի առիթ են հանդիսանում։ Իսկ տեսեք ինչքան բալանսավորված, ինչքան խորքային, ինչքան խորը թափանցող են հայրերը, որ ասում են սա տառացի մի հասկացեք, սա հոգևոր թունավորվածության մասին է, սա մտավոր թունավորվածության մասին է։ Ու զգուշ պիտի լինենք, որտեղ սա շատ ավելի վտանգավոր է, քան ֆիզիկական թույնը։ Վերջում Մարկոսի վերջավորությունը շատ թեթև է, դրա համար ուզեցի Մատթեոսի վերջավորությունն էլ ձեզ հիշեցնել, Մատթեոս 28-ի մեջ, որ Քրիստոսի վերջի պատգամն է, որ Տերն ասում էր Հիսուս մոտենալով խոսեց նրանց եւ ասաց. Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա, ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացեք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչեւ աշխարհի վախճան։ Ահա այս դրվագն է, որ հաճախ մեզ մոտ մնացել է, որտեղ այս վերջի падգամներ, ինչ որ մեր Տերը փոխանցեց, եւ նաեւ ինչ որ չափով Մարկոսն է ասում, բայց Մարկոսը նաեւ մի քանի այս վերջում նաեւ հետաքրքրորեն ինչ անում, համբարձման դրվագն է ասում, որ ամեն ինչ ասեմ։ Եվ ասում է, եւ ինքը Տեր Հիսուս նրանց հետ խոսելուց հետո դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը։ Համբարձման դրվագը որտեղ է մանրամասն խոսում, ով կհիշի։ Չի հիշում ոչ մեկ։ Մատթեոս, Ղուկաս։ Մատթեոս Հովհաննես։ Չէ։ Հա? Ղուկաս արդեն ասեցինք, ասեի հա։ Գործք առաքելոցի մեջ է։ Եվ գործք առաքելոցը խորքի մեջ Ղուկասի շարունակությունն է։ Հիմա ոմանք ինչ կիսով չափ ճիշտ էին, բայց ինչ դուրս եկավ։ Ես պիտի ընթերցեմ
Քրիստոսի այդ դրվագը թե ինչպես համբարձվեց գործքի մեջ գրված, բայց ինքը այստեղ Մարկոսը մի թեթև անդրադառնում է կամ հեղինակը, որ ավելացրել է այս ավետարանին, մի քանի կարևոր դրվագ, որ ավետարանը այստեղ Հիսուսին Տեր է կոչում։ Տեր Հիսուս։ Մեր համար սա սովորական բառ է, Տեր Հիսուս շատ ենք ասում, բայց առաջի դարի քրիստոնյաների համար, մանավանդ տեքստային առումով, սա մեծագույն նորարարություն էր, որովհետև Տեր եբրայերեն, որ նշանակում է Ադոնայ, իսկ հունարեն Կիրիոս, ասում էին Աստծուն, ու դրա համար Աստծո ամենատարածված պատվանունը հենց Տերն է, ու եթե ուշադրություն դարձնեք, եբրայերեն Յահվե, որ այսօր Եհովա են ոմանք ասում, բառի հունարեն թարգմանությունը չեն թարգմանել Յահվե, այլ Ադոնայ են թարգմանել, այսինքն Տեր։ Ու շատ հաճախ հենց Յահվե անունը Տեր է թարգմանված։ Հիսուսին ասել Տեր Հիսուս նշանակում է այս կոնտեքստի մեջ Հիսուսի աստվածությունը հստակ բացահայտել։ Ու դրա համար կհիշեք Մարկոսը ինչպես էր սկսում։ Սա է Հիսուս Քրիստոսի Աստծո որդու ավետարանը։ Եվ հիմա կարծես թե սկիզբն ու ավարտը, ինչպես որ մի անգամ էլ ասացի, նույնանում են։ Ինչպես որ սկզբում էլ ասացի, հոր աջ կողմում է նստել, մի բա ուզում եմ պատկերացնենք, Աստված, Հայր Աստված մարմին չի առել։ Ուրեմն Աստծո աջ կողմ գաղափարը ֆիզիկապես չի կարող ընկալվել, որտեվ որն է Աստծո աջ կողմը, որն է Աստծո ձախը, որը առջև, որը հետև։ Դու չես կարող պատկերացնել, որտեվ Հայր Աստված ֆիզիկապես մարմին չի առել։ Ուրեմն աջ կողմ գաղափարը ոչ թե ինչ որ աշխարհագրական մի վայր է կամ դիրք է, այլ պատվի հետ է առնչվում, ինչպես որ ասացի։ Ու դրա համար ինչպես որ հրեշտակը գերեզմանի աջ կողմում էր նստած, այնպես էլ հիմա տեսնում ենք, որ Քրիստոս հոր աջ կողմում, որտեվ եթե նայեք հոր աջ կողմում Քրիստոս, Քրիստոսի աջ կողմում հրեշտակ, հրեշտակների աջ կողմում սրբեր, բոլորը աջ են։ Եվ այս աչակողմանի գաղափարն է, նույնիսկ մենք ավանդույթ ունենք, որ երկու ավազակները, որ Քրիստոսի ձախ ու աջում էին, աչակողմյան հրեշտակներ, որ ավազակներն որ բարի ավազակ էր ու նաև փրկության արժանացավ։ Եվ նաև սա ինչ եղավ, եթե ոչ իրականացավ, այստեղ 14-ի մեջ է, 14:62, 16 են գրել։ Այն բառերը, երբ որ Քրիստոսին կհիշեք, տարան ատյան եւ դատում էին, եւ ինչի հրեշտակ, ոչ թե հրեշտակ, քահանայապետը իր զգեստները պատռեց, որովհետեւ Քրիստոսին հարցեց՝ դու ես Աստծո որդին, Քրիստոսը ինքը ասեց՝ դու ասացիր, թե ես եմ, բայց պիտի տեսնեք մարդու որդուն ամենազոր Աստծո աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած։ Ուրեմն ամենազոր Աստծո աջ կողմում նստածը իրականացավ։ Այն ինչ որ Քրիստոս ասում էր, իրականացավ։ Ինքը սա համարեց սրբապղծություն, blasphemy, բայց իրականում սա այն էր, ինչ որ իրականացավ։ Իսկ համբարձման դրվագը ավելի մանրակրկիտ, ինչպես որ ասացի, գործքի մեջ է, որ հեստեղ է, եւ ուզում եմ ընթերցել, որ երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք եւ ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում եւ Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը։ Եվ երբ այս խոսքերն ասաց, մինչդեռ նրանք նայում են, երկինք վերացավ եւ ամպը նրանց ծածկեց նրանց աչքերից եւ մինչ իրենց աչքերը հառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. ով գալիլեացիներ, ինչու կանգնած նայում եք երկինք, այն Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը։ Եվ վերջին նախադասությունը հետևյալն է. եւ նրանք ասում ելան ու քարոզեցին ավետարան ամբողջ աշխարհում Տիրոջ գործակցությամբ եւ իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին խոսքը։ Մի շատ կարևոր միտք էստեղ կա, որ նախորդ նախադասությունը ասեց, որ Քրիստոս երկինք վերացավ եւ հոր աջ կողմում է։ Բնականաբար, եթե սա ես հասկանամ, պիտի հասկանամ, որ Քրիստոս այլևս աշակերտների հետ չի։ Հոր աջ կողմում երկնքում է։ Բայց հաջորդ նախադասությունը ասում է, որ նրանք Տիրոջ զորակցությամբ ինչ էին անում, աշխարհով մեկ ավետարանն էին քարոզում, որը ցույց է տալիս, որ Քրիստոս ճիշտ է, կարծես թե իրենց հետ չի կամ այսօր մեր հետ չի, բայց մեր հետ է։
Եվ այն խոստումը, որ ես վերջում ընթերցեցի Մատթեոս 28-ի մեջ, որ ասում էր, ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը, հենց սա նաև Մարկոսն է ասում, որովհետև իր զորակցությամբ էր կատարում եւ իր ուղեկցությամբ էր նաև կատարվում։ Եվ սա մեծագույն ինձ համար գոնե խրախուսանք եւ ինչ որ չափով նաև զորակցություն է, որ Քրիստոս իմ հետ է։ Ուղղակի ես պիտի սա տեսնեմ։ Իսկ այս հրաշքների մասին հայրերն ասում են, ինչու օրինակ առաջի շրջանում այդ բոլոր ասած հրաշքները կատարվում էին։ Պողոսին օձը կծեց, Պողոսը չթունավորվեց։ Նման բաներ, ինչ որ ասենք, հավատքով բժշկությունները բազում էին։ Ասում է, որովհետև այս նշանները պետք էին առաջի եկեղեցուն, որը դեռ նոր ծիլ էր տվել։ Իսկ հիմա, որ արդեն ծիլը հաստատուն է, այլևս այդ նշանները կարիք չունենք, որովհետև նշանները թերահավատի կամ հավատքի մեջ թույլ ունեցող մարդու համար է։ Դրա իսկ Գրիգոր մեծը, որին մեկ անգամ էլ մեջ բերեցի, ասում էր, այս նշանները կարող են ներքին սրբության վկաները լինել, սակայն նրանք սրբության ծնող երևույթներ չեն։ Գիտեք ինչ ա ուզում ասի։ Երբեմն մենք մեկը, որ ասենք հրաշք ա գործում, ասում ենք, այս մարդը սուրբ է, բայց ոչ միշտ ավետարանը ասում է, չարնել կարա հրաշքներ գործի ու շատերին մոլորեցնի։ Բայց հրաշքներն ինքնին մեծ սրբության չեն առաջնորդում։ Սա էր ասում Գրիգոր մեծը։ Որպեսզի դու սրբանաս, մաքրվես, հրաշք մի փնտրի։ Ավետարանը փնտրի, Քրիստոսին փնտրի, Քրիստոսի եկեղեցին փնտրի, սնունդը փնտրի, սերը փնտրի։ Սա են ասում, որտեղ հաճախ մենք հրաշքին ենք գնում։ Ասում է հրաշքը քեզ չի սրբացնելու, հրաշքը քեզ չի աճեցնելու։ Սա է կարևորը։ Իսկ այստեղ նաև մեջ են բերում այն միտքը, որը որ առաջի Կորինթացիս 12-ի մեջ էր, որ Պողոս առաքյալն ասում է, չես կարող բոլոր շնորհները քո մեջ ունենալ։ Այդ 4-ը որ նշվեց, կամ մյուսները, դրանք բոլորը քո մեջ չես կարող ունենալ։ Պետք չի որ քեզ կարծես ամենան, որտեղ բոլոր շնորհներ ունեցողը մենակ մեկն է, Աստված է։ Ունես մեկը կամ միգուցե երկուսը բավարարվիր, փառք տուր Աստծուն։ Դրա համար ասում էր, միթե բոլորն էլ առաքյալներ են, միթե բոլորն էլ մարգարեներ են, միթե բոլորն էլ ուսուցիչներ են, միթե բոլորն էլ զորություններ գործողներ են, այսինքն հրաշք գործողներ են, միթե բոլորն էլ բժշկելու շնորհ ունեն, միթե բոլորն էլ լեզուներ են խոսում, միթե բոլորն էլ թարգմանում են, բայց դուք նախանձախնդիր եղեք լավագույն շնորհներին, եւ ես առավել լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։ Եվ այս վերջի տողը ես ընդգծեցի, որովհետեւ այդ առավել լավ ճանապարհը Պողոս առաքյալը ցույց է տալու, գիտեք որն է։ Առաջի Կորինթացիս 12-ի 30-ը վերջինն է, հիմա սկսելու է առաջի Կորինթացիս 13-ի 1-ը, որը ինչի մասին էր։ Սեր։ Այդ լավագույն շնորհը սերն է։ Ուրեմն սա է ասում Պողոս առաքյալը, ոչ թե գնանք նշաններին, որովհետև բոլորս չեն կարող այս բոլոր շնորհներ ունենալ, բայց բոլորս կարող ենք սեր ունենալ, որը մեծագույն շնորհն է, ինչի մասին Սուրբ Պողոս առաքյալը ասում է։ Ուրեմն ավարտեցի այսօր ու ինչպես ամեն անգամ անում էի, փոքրիկ հոգևոր վերլուծում էի տալիս, այս դեպքում քանի որ հարության մասին է ու իսկ շատ փոքր եմ որ հոգևոր վերլուծում տալ, մտքիս եկավ Պողոս առաքյալի հենց հարության վերլուծումը, որ ինքը տվեց առաջի Կորինթացիս 15-ում, ու ասեցի սրանից լավ վերլուծում չի կարող լինել։ Ուզում եմ ձեզ հիշեցնել ամենահայտնի համարներից է, թե ինչ էր ասում առաքյալի վերլուծումը հարության մասին ինչ է։ Ասում է. Եղբայրներ, հիշեցնեմ ձեզ իմ ավետարանը, որ քարոզեցի ձեզ, որը եւ ընդունեցիք եւ որի մեջ հաստատեք մնում։ Նրանով կփրկվեք էլ, եթե ամուր պահեք այն խոսքերը, որ քարոզեցի ձեզ, այլապես իզուր հավատացած կլինեք։ Որովհետև ես ձեզ ավանդեցի նախ այն, ինչ ես ինքս ընդունեցի, թե Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար ըստ գրքերի, եւ թե թաղվեց, եւ թե հարություն առավ երրորդ օրը ըստ գրքերի, եւ երևաց Կեփասին, եւ ապա 12-ին, ապա երևաց միանգամից ավելի քան 500 եղբայրների, որոնցից բոլորը շատերը կան մինչև այժմ, ոմանք էլ ննջեցյալ եղան։ Եվ ապա երևաց Հակոբոսին, ապա բոլոր առաքյալներին։ Ամենից հետո երևաց եւ ինձ, անարգիս, որովհետեւ ես իսկ եմ առաքյալների տրուպը, ես որ առաքյալ կոչվելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծո եկեղեցին։
բայց Աստծո շնորհով եմ, ինչ որ եմ։ Եվ իմ մեջ եղած նրա շնորհները իզուր չանցան, այլ նրանցից բոլորից ավելի աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ էր։ Արդ եթե ես եւ թե նրանք այսպես քարոզեցինք եւ դուք այսպես հավատացեք։ Իսկ եթե քարոզվում է, թե Քրիստոս մեռելներից հարություն է առել, ձեզնից ոմանք ինչպես են ասում, թե մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է եւ ձեր հավատը։ Եվ Աստծո սուտ վկաները եղած կլինեք, քանի որ Աստծո մասին վկայեցինք, թե հարություն տվեց Քրիստոսին, արդարև եթե նույն մեղքերի մեջ եք։ Իսկ արդ նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորան արդյոք։ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք քան բոլոր մարդիկ։ Բայց արդ մեռելներից հարություն է առել Քրիստոս, ննջեցյալների առաջին պտուղը, քանզի մի մարդով մահ եղավ եւ մի մարդով մեռելների հարություն։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես եւ Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան։ Յուրաքանչյուրն իր հերթին, նախ Քրիստոս եւ ապա քրիստոսականները նրա գալստյանը։ Շարունակությունն էլ անշուշտ կա, բայց շարունակությունը կթողեմ, որ դուք ընթերցեք։ Ինչ էր ասում առաքյալը, ասում էր հետևյալը. ամեն ինչի մեր հավատի գրավականը, հիմքը հարության գիտակցությունն է, հարության հավատն է։ Երբեք չկորցնենք։ Իսկ հարության հավատը նաև վաղվա արշալույսի հավատն է։ Մեր մեջ դա պահված է։ Մենք յուրաքանչյուրս գիտենք ենթագիտակցորեն, որ վաղը լույսը բացվելու է մեր վրա։ Չնայած միգուցե մեզանից մեկը վաղվա լույսը չտեսնի, որտեվ այդպես է լինում։ Այսօր միլիոնավոր մարդիկ վաղվա լույսը չեն տեսնելու, բայց բոլորը անխտիր, ես վստահ եմ, վաղվա լույսի հույսն ունեն։ Նույնը հարությունն է։ Մենք միշտ հավիտենական լույսի, ոչ թե վաղվա, այլ հավիտենական լույսի հույսը ունենք։ Գալով այսօրվա նյութին ուզում եմ մի քանի բառեր կամ մտքեր առանձնացնել, որոնք կարծում եմ կարևոր են, բանալի բառեր են կամ բանալի մտքեր են եւ մեր հետ կփորձենք դրանք տանել։ Առաջինը շաբաթն անցավ գաղափարն է։ Շաբաթը անցավ։ Սա խորքային իմաստ ունի նաեւ։ Մյուսը կիրակի առավոտյան։ Մյուսը օծություն։ Մյուսը գերեզմանի քար գաղափարը։ Մյուսը մի վախեցեք։ Բազում անգամ խոսվեց այս մասին։ Մյուսը հարություն առավ, գոնե 3 անգամ հաշվեցի։ Մյուսը չհավատացին, գոնե 3 անգամ հաշվեցի։ Ամբողջ աշխարհով քարոզեցեք ավետարանը, սա պատգամներ, նշաններ, գաղափարը կար եւ հոր աջ կողմը գաղափարը կար։ Ուրեմն այս բառերն էլ այդ կարևոր բառերն էին, որոնց համար ուզեցի նաեւ ձեր ուշադրությունը բերել։ Այսքանով ուզում եմ ավարտել, բայց միջև վերջացնելը մի քանի հայտարարություն։ Նախորդ անգամ, քանի որ հայտարարեցի